Բարև ձեզ։ Մարտի 6-ից 13-ը աշխատանքային այցով Եվրոպայում էր գտնվում ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ, Modus Vivendi կենտրոնի ղեկավար, Կանադայում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Արա Պապյանը։ Պարոն Պապյանը Բրյուսելի ազատ համալսարանում ULB-ում մեծ հանդիպում ունեցավ Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների եւ նաեւ հարևան երկրներից ժամանած մեր հայրենակիցների հետ։ Հայկական վերածնունդ Սփյուռքյան կազմակերպության ջանքերով կազմակերպած այս կոնֆերանսի ընթացքում պարոն Պապյանը նախ ներկայացրեց Հայաստանի անցած 5 տարիների խնդիրներն ու դրանց հավանական լուծումները, որին հետևեց մոտ 2 ժամանոց հարց ու պատասխան։ Կոնֆերանսի տեսաձայնագրությունը տեղադրված է այս տեսանյութի ներքևում նկարագրության բաժնում։ ULB-ի համաժողովի հաջորդ օրը Արա Պապյանը հյուրընկալվեց Բելգիայի ռադիոյի ստուդիա, որտեղ Մետաֆոր ոդքասթի եթերում շատ հետաքրքիր զրույց ունեցանք։ Բարև ձեզ։ Բարի գալուստ Մետաֆոր ոդքասթ։ Մենք գտնվում ենք Բելգիայի ռադիոյի ստուդիայում եւ այսօր շատ հետաքրքիր եւ հատուկ հյուր ունենք։ Ողջույն պարոն Պապյան, շատ բարև ձեզ։ Շնորհակալություն, որ հյուրընկալվեցիք մեզ։ Եվ առաջարկում եմ միանգամից սկսենք։ Պարոն Պապյան, դուք 2000-2006 թվականներին աշխատել եք արտակարգ եւ լիազոր դեսպան Կանադայում։ Կխնդրեի, որ մանրամասնեք, թե ինչ գործառույթներ ունի արտակարգ եւ լիազոր դեսպանը, ինչ գործով է զբաղվում առհասարակ եւ ձեր դեպքում դրանից բացի ինչ առաջադրանքներ եք նաեւ դուք ունեցել։ Ընդհանրապես դեսպանների անմիջական պարտականությունն է երկկողմ հարաբերությունների զարգացումը։ Այսինքն դեսպանը, ով հավատարմագրված է Բելգիայում, հայ-բելգիական, ով Կանադայում, հայ-կանադական երկկողմ։ Հարաբերությունները բազմազան են։ Մեծ դեսպանատներ ունեն շատ մեծ աշխատակազմ եւ ունեն տարբեր մասնագետներ առանձին քաղաքական հարցերի, տնտեսական հարցերի, ռազմական հարցերի, բոլոր հարցերի համար առանձին պատասխանատու կա, դիվանագետներ կամ կցորդներ։ Դե Հայաստանի Հանրապետության դեսպանատները փոքր են աշխատակազմներով եւ ըստ էության դեսպանը մի քանի ոլորտ է կարգավորում։ Կանադայի պարագային ես կարող եմ ասել, որ աշխատանքը ուներ մի շարք ոլորտներ եւ բավականին հաջող։ Իմ պաշտոնավարության տարիներին էր, որ Կանադան ճանաչեց հայոց ցեղասպանությունը, նախ սենատը, ապա ներկայացուցիչների կամ համայնքների պալատը։ Եվ դրանից հետո արդեն պահպանողական կուսակցությունը, որը իմ պաշտոնավարության ժամանակ ընդդիմություն էր, քվեարկել էր, բայց բնականաբար ցեղասպանության ճանաչման օգտին, հետագայում դարձավ կառավարություն եւ որպես կառավարություն եւս ճանաչեց։ Կն հարցերից մեկը, որ այդ ժամանակ տրված էր հայոց ցեղասպանության ճանաչումն էր։ Սա, ինչպես նշեցիք, դա 2000-ից 2006 թվականների մինչև 2015-ի նախորդել է։ Բնականաբար մեր խնդիրներից մեկը միջպարլամենտական, միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն էր եւ իմ օրոք մենք յուրաքանչյուր տարի մի պատվիրակություն, կանադական խորհրդարանական պատվիրակություն ուղարկում էինք Հայաստան եւ մեկ հատ էլ գալիս էր Հայաստանից Կանադա։ Այստեղ հատուկ ուզում եմ շեշտել, որ այդ բոլոր ծախսերը, որը կապված էին պատվիրակության հետ, Հայաստանի Հանրապետության բյուջեի վրա լրացուցիչ ծախ չէր լինում։ Մեզ հաջողվում էր յուրաքանչյուր տարի հատուկ ճաշկերույթ կազմակերպել համայնքային, որտեղ դրա համակերպում հենց միջխորհրդարանական հարաբերությունները զարգացնելու համար։ Այդ հարաբերությունները ինքնանպատակ չեն, որովհետև եթե դու խորհրդարանում ունես օրինակ հայ-կանադական բարեկամության խումբ, դու կարողանում ես խորհրդարանում տարբեր օրենսգծեր անցկացնել կամ առաջադրել հօգուտ Հայաստանի։ Սկսած մարդասիրական օգնությունից եւ մեծ տնտեսական։ Այդ ժամանակ ինձ հաջողվեց Atomic Energy Canada, ինքը կոչվում է Royal Corporation, այսինքն պետական կամ արքայական ընկերություն էր,
սերտ հարաբերություններ ստեղծել եւ գալ այն համաձայնության, որ կանադական տեխնոլոգիաներով եւ ճապոնական փողով Hitachi եւ Marubeni ընկերությունների ֆինանսավորմամբ Հայաստանում կառուցվեր նոր ատոմական։ Կանադական տեխնոլոգիայի առավելությունը մյուս տեխնոլոգիաներից, այդ թվում նաեւ Բելգիայում գտնվող ատոմական այն է, որ այն օգտագործում է ոչ հարստացված ուրանիում։ Սա ինչով է լավ։ Սա լավ այն առումով, որ Հայաստանում արդեն գործող ատոմականի թափոնները դառնում էին վառելիք, այսինքն իրենք բնապահպանական խնդրից դառնում էին հումք նոր ատոմականի համար։ Մյուս կողմից Հայաստանը ինքը ունի ուրանիում եւ հնարավոր կլներ, այսինքն տեղական հումքի վրա դա աշխատեցնել։ Ցավոք սրտի, թեև պատվիրակությունը եկավ, մանրակրկիտ քննարկեցինք, Հայաստանից մասնագետներ եկան, դա չաշխատեց, որ Ռուսաստանը պարզապես թույլ չտվեց։ Որովհետև դա հանգեցնելու էր Հայաստանի էներգետիկ համակարգի անկախության, այդ թվում մենք գազ չէինք առնելու Ռուսաստանից, որտեղ անիմաստ էր դառնում գազ առնելը, շատ էժան մենք էլեկտրականություն էինք ունենալու։ Տնտեսությունը մրցունակ էր դառնում։ Այո, եւ շատ ոլորտներ, որ այսօր եւ այդ ժամանակ չէր զարգանում, մրցունակ չէր, որովհետեւ էներգետիկ բաղադրիչը շատ մեծ է, ինքնարժեքի մեջ ապրանքի, դա նվազելու էր։ Եվ դա շատ ավելի կարևոր էր, այսինքն իր ազդեցությամբ, քան անգամ այսպես կոչված ճանապարհներ բացելը, որտեվ բեռնափոխադրումները այդքան թանկ չեն նստում, ինչքան էներգետիկ բաղադրիչը, այսինքն օրինակ հիմա գիտեք ներկա իշխանությունը ամեն ինչ անում է, ամեն տեսակի զիջումների ուզում գնալ, որովհետեւ Թուրքիան սահմանը բացի։ Այստեղ պիտի հստակ ասել, որ հայ-թուրքական այո սահմանը փակ է եղել, բայց Թուրքիան երբեք փակ չի եղել հայաստանյան ապրանքի համար։ Հայաստանն ապրանքը հանգիստ մտել է Վրաստան, Վրաստանից դեպի արևմուտք անցել է Թուրքիա եւ գնացել է։ Հետևաբար անգամ այս սահման բացելը որևէ էական դեր չի խաղալու ապրանքի գնի վրա։ Այն, որ մենք տարեկան Թուրքիայից մոտ 300 միլիոն դոլարի ապրանք ենք ներմուծում եւ 100 անգամ քիչ 3 միլիոնի ապրանք ենք արտահանում, դա ոչ թե որ սահմանը փակ է, դեռ եթե փակ լիներ իրենք էլ չպետք է կարողանային բերեին։ Պարզապես մեր ապրանքը մրցունակ չի։ Եվ այդտեղ կրկնում եմ, հիմնական խնդիրը մեր էներգետիկ ծախսերն է, որը շատ է։ Մեզ մոտ գազի գինը բավականին բարձր է, թեև հաճախ կարելի է լսել ռուսական կողմից, որ իրենք ասում են Հայաստանին էժան գազ են մատակարարում, այդտեղ խորամանկություն կա։ Տեսեք ինչ է տեղի ունենում։ Գազը, որ մտնում է Հայաստան, այդտեղ վաճառվում է ռուսական Գազպրոմի կողմից իր դուստր ձեռնարկությանը, որը գրանցված է Հայաստանում, այդ հայ-ռուս գազարդներ, նրան է վաճառվում։ Եվ այդ գինն են իրենք ֆիքսում, ասում են, տեսեք, ժամանակին մի $180 էր բավական էժան է։ Բայց դա սպառողի գինը չի, դա միջնորդ իրենց իսկ 100%-անոց ռուսական ընկերությունն առնում գրանցված Հայաստանում, հետո ինքը վերավաճառում է 2-2.5 անգամ թանկ գնով սպառողին, այսինքն եթե transfer pricing, այսինքն ես աշխատել եմ էներգետիկ ձեռնարկությունում, այսինքն երբ որ արտադրող մասը ատոմակայանները, հեկերը, ջեկը արտադրում են էներգիան, վաճառում են trading-ի մասին, trading-ն էլ վաճառում է retail մասին։ Ես retail-ում եմ աշխատել։ Հիմա այս արտադրությունը, որ վաճառում է trading-ին, ինքը բան է, profit ունի, այսինքն եկամուտ ունի։ Դա հաշվում է իր եկամուտը, բայց այս էլ որ վաճառում է retail-ին, ինքն էլ եկամուտ ունի, բայց վերջում այդ ամեն ինչը զրոյանում է, որովհետև transfer pricing է մեկը մյուսին, գալիս է, որ վերջում պետք է հաշվես ինչքան է նստել արտադրելը եւ ինչքան է վաճառում վերջնական սպառողին։ Եվ այստեղ շատ կարեւոր է, որ այդ գները շահույթը լինի տրամաբանական։ Հիմա եկեք օրինակներով խոսենք, տեսեք, ռուսական գազը հազարավոր կիլոմետրեր անցնելով նաեւ ամբողջ Ռուսաստանը, անցնելով Վրաստանը, Վրաստանում վճարելով տրանզիտի գին, Հայաստանի սահմանի վրա, այն թվերն եմ ասում, հիմա չգիտեմ, բայց երևի նույնն է,
$180-184 էր վաճառվում։ Իջևանից, հայ-վրացական սահմանից այդ կողմերից մինչև օրինակ Երևան-Արարատյան դաշտ, որը 100 կիլոմետր հազիվ լինի, գինը կրկնապատկվում էր կամ ավելի շատ 2.5 անգամ։ Պատկերացնում եք, չէ՞, ասենք ինչ ծախսեր էր բարդվում այդ բանի վրա, այսինքն ոնց ապրանքի բուն գինը, ասենք գազի գինը, ամբողջ Ռուսաստանը փոխադրելու գինը հազարավոր կիլոմետրեր, Վրաստանի տրանզիտ գինը, այդ բոլորը միասին նույնքան էր կազմում, ինչքան, ասենք, այդ ռիթեյլը ծախում էր, այդ վրան գալիս էր։ Եթե շահույթը լիներ, ասենք, 10-20%, հասկանալի է։ Իդեպ Նիկոլ Փաշինյանը, երբ որ գալիս էր իշխանության, իր խոստումներից մեկը դա գազի գնի հետ կապված, որ մենք գազի գինը վերանայելու ենք, որտեվ արդար չի, այսինքն ու մենք գիտենք, ենթադրում ենք, որ այդ դուստր ձեռնարկությունը, որը վերավաճառում, այսինքն մեծածախ գնում է ռուսներից վերավաճառում Հայաստանից, դրա մեջ Հայաստանի նախկին ղեկավարներն են, Փայունեն, Կարեն Կարապետյանի գլխավորությամբ։ Բայց այդ ամբողջը մնացել է անփոփոխ, այդ ամբողջը միլիոնանով եւ 100 միլիոնավոր դոլարներ։ Հիմա մի փոքր շեղվեցինք, ասացել երբ որ մենք նոր ատոմական տիկառուցեինք, դա չաշխատեց, պարզապես այս մանրամասն է, որ հասկանան մեր լսողները, թե ինչ պատճառով չի աշխատում։ Եվ սա շատ կարևոր է, երբ որ ազգային ժողովրդական բևեռը խոսում է Ռուսաստանից կախվածությունը թույլատնելու կամ մի բառով ապագաղութացման մասին, ինչու՞։ Որովհետև տեսեք, երբ որ մենք ուզում ենք պայքարենք, եւ էլի Նիկոլ Փաշինյանը խոստացավ չարեց, ասում էր կոռուպցիայի դեմ պայքար, իսկ դա ահավոր վատ է ազդում, գիտեք, տնտեսության զարգացման վրա, այն երկրները, որտեղ կոռուպցիան շատ է, բիզնեսը չի զարգանում, արդարություն չկա, դու կոռուպցիայով կարողանում ես արտոնյալ պայմաններ ստանալ եւ այլն։ Ինչու չի ստացվում Հայաստանում պայքարը կոռուպցիայի դեմ։ Շատ պատճառներ կա, բայց պատճառներից ամենագլխավորը նա է, որ այդ մեծ ոլորտները, որտեղ հենց ամենաշատ կոռուպցիան կա, էներգետիկ ոլորտը, գազի ոլորտը, հանքերը, այդ ամբողջը պատկանում են Ռուսաստանին։ Եվ իրենց մայր ձեռնարկություններում նույնքան եւ ավել կոռուպցիա կա։ Հնարավոր չի, այսինքն դու դուստր ձեռնարկությունում կարողանաս դրա դեմ պայքարել, երբ որ մայր ձեռնարկությունում կա։ Եկեք խոսենք օրինակով։ Հայկական երկաթուղին պատկանում է ռուսական երկաթուղուն։ Կառավարման է տրված, այսինքն, բայց ինչ տարբերություն հիմա բանը կոնսեսիոն կառավարում է կոչվում, հավատարմագրված կառավարում է։ Հիմա եւ արդեն հայկական էլ չի կոչվում Հարավկովկասյան երկաթուղի։ Այդպես վերանվանեցին։ Հիմա դրա ղեկավարը Յակունին ազգանունով մի 2 տարի առաջ փախավ Գերմանիա։ 5 միլիարդ դոլար փող էր կերել այդ երկաթուղուց։ Դե հիմա պատկերացրեք, եթե 5 միլիարդ ռուսական բուն երկաթուղին են թալանում, հայկականն ինչ կլինի։ Էլի հիշեցնեմ ձեզ, որ Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնավարության ամենասկզբում նաև մեր կողմից փաստաթղթեր տրամադրելու հիման վրա այդ հարցը բարձրացրեց, ինքը խոսած 68 միլիոն դոլարի չարաշահումների մասին, ըստ էության շատ ավելի, այսինքն 1/3-ի ստուգումը ավելի քան 100 միլիոն դոլարի չարաշահում էր ցույց տվել։ Բայց երբ որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում այդ հարցը բարձրացրեց, գուցե մեզ դիտողները հիշեն, Լավրովը ուղղակի սպառնաց Հայաստանին, որ չհամարձակվեն որևէ ռուսական ընկերության մեջ քթները խոթեն եւ ստուգումներ իրականացնեն։ Հիմա հարց առաջանում, երկաթուղին շատ կարևոր է, ստրատեգիական նշանակություն ունի։ Առ այսօր 2008 թվականից երկաթուղին ռուսների ծերն է, ոչ մի մետր երկաթուղի չի կառուցվել նոր, ավելին 1400 կիլոմետրից մնացել է գրեթե կեսը 700 քանի կիլոմետր, մնացածը քանդել ծախել են այդ ամբողջը, որևէ նոր վագոն, նոր շոքեքաշ չի գնվել, լավագույն դեպքում հները ներկել են, մի քիչ նորոգել են եւ այլն։ Ես ինչի եմ մանրամասն ասում, որտեվ մարդիկ չեն հասկանում մեր քաղաքականությունը ինչի վրա է հիմնված, ասում են, այ առաջին հերթին պետքա երկիրը հզորացնել, հետո մտածել, չգիտեմ, ուրիշ բան։ Չէ, դուք չես կարող երկիրը հզորացնել։ Երբ որ քո երկաթուղին թալանվում է,
քո էներգետիկ համակարգում գնային համակարգը մեծ է եւ թալանվում է, այդ ամբողջ բա ոնց է ուժեղանալու։ Այսինքն դու նախ դրանք պիտի վերացնես, որտեղ ուժեղանալ, զորանալ, հարստանալ, այդ երկնքից չի լինում։ Այսինքն այս արևմտաեվրոպական երկրները ինչի շնորհիվ են զարգացել, որտեղ իրենք այդ ոլորտ բարելավել են։ Հիմա վստահեցնում եմ ձեզ, բերեք այն կառավարման համակարգը, որը կա ռուս-հայկական ձեռնարկություններում, մցրեք բան, Բելգիա, 2-3 տարի այդ ընկերությունները կսննկանան, այդտեղ թալան, որտեղ ղեկավարությունը հսկայական գումարներ է շորթում, հսկայական իրեն աշխատավարձներ է գրում, պարզապես օրինակ ասենք, ժամանակին հայկական երկաթուղիները ռուս ղեկավարը $17,000 ամսական աշխատավարձ էր ստանում, գումարած $17,000 պարգևավճար, գումարած $5,000 արարողակարգային ծախսեր, խմիչքի փող։ Ասենք $39,000 մաքուր աշխատավարձ։ Քանի հոգի կա, որ Կանադա այստեղ Բելգիայում նման աշխատավարձ է ստանում։ Այս բանն եմ ասում, մենակ օրինական, ինչքան անօրինական բաներ է տեղի ունենում։ Տեսեք, պարոն Պապյան, օրինակ աուդիտի հզոր ֆիրմաներ կան, օրինակ Deloitte, PricewaterhouseCoopers։ Մարդիկ մտածում են այս կամպանիա, այս ընկերությունները համարյա աշխարհի բոլոր երկրներում կան։ Այո։ Հայաստանում ինչու չկան։ Երևի նրանից է, որ աուդիտ անել, մարդավարի աուդիտ անել հնարավոր։ Եթե Լավրովն ասում է չամարցակվեք, հեռուստատեսության մատել թափ տալի, քթներդ մցնեք ռուսական ընկերություն, այդ աուդիտը ոնց է այնտեղ իրականացվելու։ Դիկա աշխատող պահի փող ծախսի դրա վրա ու Լավ, դե լավ, հիմա այդ ընկերությունները չեն արել, եղել է, ասենք ժամանակին ներքին աուդիտ, տրանսպորտի նախարարություն եւ այլն։ Ես այդ աուդիտը տեսել եմ եւ հայտնաբերել միլիոնավոր դոլարների խախտում, ինչ պիտի անես։ Ոչ ոք չես կարող անես։ Ասում եմ չամարցակվեք, դուք ով եք ընդհանրապես, որ համարցակվեք ինչ որ քրեական գործ հարուցեք։ Խելոք չմնաք թուրքերին կտանք ձեր վրա, Ղարաբաղը կորցնեք, Ղարաբաղում պատերազմ կհրավիրենք, բոնը։ Այ հիմա այդ նույնը կատարվում է, հիմա Ղարաբաղը չկա, իրանք սպառնում են Թուրքիայով, սպառնում են այս վերջերս նորից մի քանի օր առաջ, ասինքն Լավրովը, բան էլի թող լավ մտածեն, իրենց համար վատ հետևանքներ կլինի։ Հիմա մարդիկ, որ ասում են ինքնիշխանության խնդիր բան, հենց սա ոնց որ բուն ինքնիշխանության։ Այո, ես հենց դա է այդ ամբողջը տանում, որովհետև ու ոլորտ առ ոլորտ, սա ինչ եմ ասում, որովհետև մարդիկ կա, ասում են, այ դուք մի այդ մեծ հարցերի մասին մի մտածեք, դուք ժողովրդի բարեկեցության մասին մտածեք։ Հիմա ես հարց եմ տալի, դու ոնց կարող ես ժողովրդի բարեկեցության մասին մտածել, երբ որ ժողովրդին ստիպում են ավելի չարթարացված մեծ գներ վճարել շուկայականից գազի համար, չարթարացված բարձր գներ վճարել էլեկտրականության համար, ընդեղ էլ խափում են, դե հաշվիչներն են խափում եւ այլն, կալորիականության մեջ, այսինքն ամենտեղ այդ մարդուն խափում են, փոխանակ օգուտով աշխատի երկաթուղին, ինքը վնասով այնպես արած, որ վնասով աշխատում, որտեղ այնպիսի աշխատավարձներ ա դրած, հայերին դուրս են անել, ռուս աշխատողներ են բերել մեծ աշխ, որ մարդատար գնացքները, որոնք մի հատված աշխատում Երևան Գյումրի, պետությունը դոտացիա է տալիս, փող է տալիս այդ ընկերությանը, փոխանակ Հնդկաստան է, միլիոնավոր դոլարներ, իսկ այդ միլիոնավոր դոլարները, որը տվել է այդտեղ, օրինակ այդ նույն Գյումրիում ամեն տարի, ասենք 4-5 միլիոն դոլարով կարար 2-3 դպրոց նորոգեր։ Հիմա հարցը առաջանում, եթե այդ փողը ծախսվում այդ բաների վրա, ոնց լինի։ Նույնը վերաբերում է հանքերին։ Հայաստանի հանքային հարստությունը շատ է։ Այն որ ասում են, որ Հայաստանը չունի հարստություն, Ադրբեջանը նավթ ու գազ ունի եւ այլն, շատ լավ, Ադրբեջանը նավթ ու գազ ունի, իսկ Հայաստանի մետաղական հանքերի համախառն գնահատված արժեքը ավելի շատ է, քան այդ։ Իսկ Հայաստանն ունի աշխարհի առնվազն մոլիբդենի 8%-ը, պղնձի մի այդքան եւ ավել եւ այլն, ոսկի, մոլիբդենի գինը բարձրանում է տարեստարի, եւ չի ոչ թե բարձրանում է տոկոսներով, այլ անգամներով։ Իսկ նավթի գինը գնալով ընկնում է, նույն ձևի փոխարինողներ են գալիս եւ այլն։ Հիմա անհայտ սեփականատերերը այդ հանքերի, որոնք մենք գիտենք, որ massամբ որտեղ բացահայտվել են,
Որ ռուսներ են, ռուսական ընկերություններ են եւ այլն, պղնձի, մոլիբդենի խտանյութը, կոնցենտրատը վաճառում են օֆշորային ընկերությանը շուկայական գներից մի քանի անգամ էժան գնով, հետո այս օֆշորային ընկերությունը սա վերավաճառում է արդեն սպառողին, այսինքն այդ զուլարաններին եւ այլն։ Պայմանական ասած, ենթադրենք դուք տոնան $2000 եք վաճառում, հետեւաբար քո բոլոր հարկերը $2000-ից է գալիս, չէ, դրանից հանում եք ծախսեր բան, այնտեղ շահույթն ու եկամուտը, չգիտեմ, $500, $500-ից ինչ որ բան է վճարում։ Բայց այդ օֆշորայինը 2000-ը ծախում է սպառողին $6000-ով։ Հիմա հարց է առաջանում, իսկ ինչու օրենք չեն ընդունում, ինչպես օրինակ անգամ աֆրիկյան երկրներում կա, որ դու իրավունք չունես օֆշորային միջնորդ ընկերությունների միջոցով հումքը վաճառելու։ Դու հումքը պիտի վաճառես սպառողին եւ շուկայական գնով։ Այդ դեպքում, այսինքն 3 անգամ շատ կլինի վաճառացումքի գինը, 3 անգամ շատ կլինի այն հարկերը, որտեղից կվճարվի։ Իսկ Հայաստանի ամենամեծ հարկատուները, հենց առաջի հարկատուն միշտ տեղի եւ մնում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Պղնձամոլիբդենային, այդպես էլ անունն է, պղնձամոլիբդեն։ ՍՍՀ տարիներից ի վեր սա ամենամեծ հանքերից է եղել։ Ցավոք սրտի այդ նույն բանը եղել է Արցախում, որտեղ ոսկե անքեր կար, որը այդ ամբողջ փողը միլիոնավոր եւ միլիարդավոր գրպանում էր տեղի ղեկավարությունը փոխանակ երկիրը շենացնելու եւ պաշտպանունակությունը շատացնելու։ Դրա համար սա չեն բացատրում, որ մարդիկ հասկանան, երբ որ ազգային ժողովրդական բևեռը ուրիշների նման չի խոսում, ասում է, այ ես կգամ ձեզ բնակարաններ կտամ, որտեվ հարց առաջանում, որտեղից էս այդ բնակարանները տալու, ով է դրա համար վճարելու։ Դա սուտ, կեղծ խոստում է, ժողովրդին խաբելու, քվեներ վերցնելու։ Այլ մենք ինչ ենք հենց շեշտը դնում այդ քաղաքական հարցերի, որտեվ արմատը դա է, այսինքն եթե դու պատճառը չես վերացնում երկրի աղքատության, դու չես կարող երկիրը հարստացնես։ Իսկ ել եմ կրկնում, երկիրը աղքատ է, որովհետև իր հարստությունը վաճառվում է օֆշորի միջոցով, իր այն ոլորտները, որոնք հիմնարար նշանակությունն են ամբողջ տնտեսության համար, իսկ դա էներգետիկան է, տրանսպորտն է, այդ ամբողջը վատ է կառավարվում։ Շատ լավ, պարոն Պապյան, ես բազմաթիվ անգամ դուք նշել եք, որ նախկին դեսպան հասկացություն գոյություն չունի, երբ որ դիվանագետ ես աշխատել, առավել եւս դեսպան, դու միշտ մնում ես այդ շրջանակներում, այդ մարդիկ իրար ճանաչում են, այդ կապերը մնում են, ու հարցս վերաբերվում է նաեւ, հիշեցնեմ, որ դուք երեք իդեպ Բրյուսելի ազատ համալսարանում դասախոսություն եք ունեցել, համաժողով եղավ Ուելբեյում եւ նմանատիպ հարց երեք եւս հնչեց։ Հիմա ինձ հետաքրքրում է ոնց է պատահում, որ մինչեւ հիմա օրինակ մեր դեսպանները, եթե վերցնենք կոնկրետ դեսպանները, իրանք ավելի շուտ ընտրվել են ոչ թե իրանց մասնագիտական կամ փորձի կամ խելքի հիման վրա, այլ ինչ որ խնամի ծանոթ բարեկամ այդ հարաբերություններով եւ օրինակի համար հիմա շատ դեսպաններ կան, որ չգիտեմ, եթե վաղը պաշտոնը ձեռից առնես ու այդ գաստումը փողկապը հանես, բարև տվող չի լինի։ Հիմա ինչով է դա պայմանավորված։ Նախ ասեմ ես ցավում եմ, որ մենք ունենալով մի 40-ի չափ նախկին դեսպաններ, քաղաքական դաշտում մեծ մասը, ճնշող մեծացությունը չկա եւ չի երևում։ Օրինակ դուք չեք տեսնի 1-2 հոգի է, որ մեկ ու մեջ ինչ որ հարցազրույցներ է տալի, որը սխալ եմ համարում։ Որովհետեւ երբ որ դու դեսպան ես, դու կապեր ես ստեղծում, դու գիտելիք ես կուտակում, դու փորձ ես կուտակում, ինչ որտեղ քո երկրի, քո պաշտոնի շնորհիվ, չէ՞։ Եվ դու պարտավորություն ես, բարոյական պարտավորություն ես, այդ ամբողջը վերադարձնելու քո երկրին։ Հիմա ստացվում է, որ երբ որ դու պաշտոն ունես, դու ակտիվ ես, երբ որ դու պաշտոն չունես եւ ասենք աշխատավարձ չես ստանում, անտարբեր ես երկրի ճակատագրի նկատմամբ։ Սխալ եմ համարում։ Եվ միայն դեսպաններին չի վերաբերում, վերաբերում է նաեւ
զանազան նախարարների եւ այլն, որտի իրենց բա երկրի հզորությունը ոնց ալնելու, գիտելիքը կուտակված այդ մարդկանց մեջ, հո գյուղացին, որը հող է մշակում, ինքը իր գիտելիքը ունի, բայց ինքը հողը մշակելու գիտելիք ունի եւ ոչ թե քաղաքական եւ այլն։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, իսկ պետք է սա անդրադառնանք էլի հիշեցնեմ, որ ինքը խոստումներ էր տալի, որ վերջ որևէ, ասես ԽՑԲ չի լինի, խնամի ծանոթ բարեկամ։ Բայց հենց առաջին իսկ քայլերով, երբ որ ցուցակ էր կազմում ԿՊ-ի падգամավորների, բերեց էլ աներձակ, էլ եղբոր տղա, էլ օգնական, էլ համագյուղացի, բոլորին մցրեց այդտեղ։ Հիմա էլ այդ պաշտոնները շարունակվում է բոլոր ոլորտներում։ Բնականաբար նաև վերաբերում է դիվանագիտությանը եւ տեսնում ենք կամ զարմանալիորեն այսպես ասած նախկիններից էլի շատերը ոչ դիվանագետներ նշանակվեցին դեսպաններ կամ ասենք ԿՊ-ի անդամներ կուսակցականացվեց։ Ինչու է դա արվում, որտեղ ցավոք սրտի մեր երկրի ղեկավարության համար անձնական կուսակցական հավատարմությունը ավելի վեր է, քան երկրի շահը։ Ընդհանրապես ասեմ ձեզ, մարդը, որը պրոֆեսիոնալ է, գիտելիք ունի, ավելի պակաս է ենթակա արտաքին ճնշման եւ չգիտեմ, ասենք դու չես կարող, օրինակ եթե ես վստահ եմ, որ ես դեսպան եմ, միևնույն է դադար եմ դեսպան լինելուց, բայց ես հասարակական կյանքում ունեմ իմ դերը, ես ավելի կարող եմ ասեմ սխալ ես անում։ Իսկ եթե իմ միակ հույսը նա որ այդ համակարգի մեջ պիտի մնամ, որպեսզի ասել ձեզ, որ բարև տվող լինի, որտեղ իրանք շատերը ոչինչ չեն ներկայացնում եւ մենք տեսնում ենք անցած տասնամյակների ընթացքում ոչ մի տեղից մարդը եկավ նշանակվեց դեսպան, մի քանի տարի աշխատեց եւ այսօր էլի ոչ մի տեղը եւ ոչ մի բան է։ Այսինքն ոնց որ ոչ մի բան էր մինչեւ դեսպանը, այլ ոչ մի բան է դեսպանից հետո։ Այդ անձնական հավատարմությունը, որը շատ սխալ է, որովհետեւ կան ոլորտներ, որտեղ սխալը ծանր հետևանքներ է ունենում, շատ մեծ։ Տեսեք, մենք ընդհանրապես միշտ մարդիկ բժշկի մասնագիտությունն են մեջտեղ բերում, ասում են, այլ նրա գործունեությունից մարդու կյանք է կախված։ Համաձայն եմ, բայց մարդու կյանք, ոչ թե մարդկանց կամ ժողովրդի։ Քաղաքական գործ չի եւ դիվանագետի գործունեությունից, ոչ թե մի մարդու կյանք է կախված։ Միլիոնավոր մարդկանց։ Այ պատերազմը, որը 44-ին բռնկվեց եւ մենք 44 օրյա 20 թվականին եղավ, ցավոք սրտի, դա դիվանագիտության, նաև դիվանագիտության սխալի հետևանք էր։ Ես միշտ ասել եմ, եթե պատերազմ է բռնկվում, ուրեմն դա դիվանագիտության պարտությունն է։ Որտեւ դիվանագիտությունը պաշտպանության առաջին գիծն է երկրի։ 44-րդ պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմին հաջողվել էր աշխարհին հենց նույն դիվանագիտական խորհուրդ համոզել, որ ինքը ազատագրում է իր հայրենիքը, դեօկուպացիայի ենթարկվում։ Որի հետևանքով մենք աջակից չունեցանք, այստեղ դիվանագիտության ծախողման մասին է խոսքը գնում։ Որը սկսել էր Լավագույն դեպքում մեր մասին որ խոսում էին, ինչ որ հումանիտար, ինչ որ բաներ էին ասում, որ պետք չի ժողովրդին կոտորել, բայց երբեք քաղաքական բանը մեր կողմը չի եղել, ոչ մի։ Այո, որովհետև եթե մենք ասում ենք պիտի Արցախը ինքնորոշվի եւ անկախանա, իսկ ինչ պետք է հիշեցնեմ ձեզ, որ մեր քաղաքական գիծը այդպիսին է եղել։ Բանակցային խարիսը ինքնորոշում անկախ Արցախ, որը սխալ է եղել, որի մասին ես ժամանակին գրել եմ փակ զեկուցագրեր, հետո բաց եմ խոսել, ինչու։ Ինչ է նշանակում ինքնորոշում։ Ինքնորոշում նշանակում է, որ դու ճանաչում ես, որ այդ տարածքը օրինապես Ադրբեջանի մաս է, պարզապես տեղի բնակիչները ինչ որ ձևով ազատ կամ արտահայտության միջոցով պիտի փոխեն այդ տարածքի կարգավիճակը։ Եվ ստե լրջագույն խնդիրներ առաջանում, որովհետև Ադրբեջանն ասում է, իսկ իրանց ինքնորոշումն ինչի է պետք, որպեսզի իրենց, չգիտեմ, ազգային եւ այլ արժեքները պահեն, ես երաշխավորում եմ։ Թող մնան իմ երկրի կազմում, ես իրենց տալիս եմ բոլոր իրավունքները։ Ինչպես հիմա է հաճախ ասում։ Մենք գիտենք, որ դա չի անելու, բայց ասում է, գիտեք ինչա, հայերը կարող են վերադառնալ, ես իրանց չեմ քշել,
ապրել բանում ու իրանք ունենան, այսինքն Ադրբեջանի բոլոր քաղաքացիների չափ հավասար իրավունքներ։ Մենք լավ ենք հասկանում, չէ՞, որ նախ բոլոր քաղաքացիների չափ չեն ունենա, եւ մենք տեսել ենք այն 12 հոգին, որ մնացել են Ստեփանակերտում, ինչ վերաբերմունք կա, իրենք պարզապես օգտագործում են։ Մյուս կողմից Ադրբեջանում, բացի թուրքերից, կան մեծականակ կովկասյան եւ իրանական ժողովուրդներ, ավարներ, լեզգիններ, թալիշներ եւ թաթեր։ Սրանք մուսուլման են, մի մասը շիա, մի մասը սունի։ Եվ եթե իրենց իրավունքները Ադրբեջանը չի պահպանում, ասենք թույլ չի տալի իրանց լեզուն սովորեն, ասենք իրենց մսկիթներն ունենան, ընդհանրափոխումը, որոնց միջև արյուն չի թափվել, եւ իրանք բնական է հայերի նկատմամբ ինքը լինելու է խտրական եւ այլն։ Դրա համար որևէ վերադարձ Արցախի տարածք Ադրբեջանի իշխանության ներքո հնարավոր չէ եւ սխալ է, որտեղ իրանք պատանդ, ուղղակի կդառնան պատանդ, ուրիշ իրանք հայ չեն դառնալու, հայ չեն մեծանալու, իրանք դառնալու են պատանդ, ստորացված, հալածված, լավագույն դեպքում իրենցից պարբերաբար հարցազրույցներ են վերստելու, որ իրենք գովան Ադրբեջանին ու Ալևին, ասեն մենք ինչ երջանիկ ենք եւ ինչ լավ ենք ապրում, բայց էլ եմ կրկնում, իրենք որպես հայ ապագա չեն ունենա։ Միակ տարբերակը, որը ի դեպ ասեմ ազգային ժողովրդական բևեռը, ժողովրդավարական բևեռը շտապես իր հանդիպումն է, այսպես է, խաղաղապահ միջազգային խաղաղապահ ուժերի պաշտպանության ներքո շատ հստակ, որ պիտի տեղակայվեն միջազգային խաղաղապահ ուժեր, որոնք պիտի պաշտպանեն եւ նոր այդ ժամանակ իմաստ ունի իրանց վերադարձը, բայց եթե իրենց անվտանգության երաշխավորը պիտի լինի Ալիևը կամ Ադրբեջանը, ավելի լավ է այդ մարդիկ չտարապեն եւ անիմաստ է։ Ասենք 20,000 մարդ վերադարձավ ու դարձավ պատանդ նրանց ձեռքը եւ այլն, այդ ամբողջը իմաստ չունի։ Դրա համար մենք միշտ հանդես ենք գալիս այսպես Արցախը որպես Հայաստանի Հանրապետության մաս, խնդիրը պիտի լուծվի միջազգային իրավունքի հիման վրա։ Պարոն Պապյան, մի այսպես հարց, արդյոք ժամանակը չի, որ Հայաստանում օրինակ հիմնվի ազգային քաղաքագիտական եւ քաղաքափիլիսոփայական դպրոց, որպեսզի վաղվա մեր պետական այրերը այդ դարբնոցով անցնեն ու դիվանագետները, աստիճան զինվորականները այդտեղ պատրաստվեն։ Գիտեք, նման փորձեր եղել են, օրինակ երբ որ Հայաստանում դիվանագիտական ակադեմիա էր հիմնվում, դրա նպատակներից մեկն էր գոնե այդ դիվանագիտական ոլորտում եւ հետազոտական աշխատանք արվել եւ ուսուցման, բայց ամբողջը դարձավ, փոխվեց, ինչպես միշտ է լինում, տվյալ իշխող վարչախմբի համար, այսպես ասենք, սեփական կադրերին տեղավորելու եւ դրա միջոցով մտցնելու պետական դիվանագիտական ապարատ։ Հիմա Որ ինստիտուտի մասին է խոսքը, կներեք։ Որ ինստիտուտի մասին։ Հենց այդ կոչվում է դիվանագիտական ակադեմիա, արտգործնական դիվանագիտության ակադեմիա։ Հիմա մյուս կողմից մենք ունենք մի շարք ակադեմիական ինստիտուտներ եւ մի շարք հետազոտական կենտրոններ։ Հիմա ակադեմիական ինստիտուտները, որոնք կան, մեծ մասամբ ասում են ինչ որ ուզում է պետությունը, որտեվ հենց որ իշխանության դեմ մի բան ասեն, կդադարի ֆինանսավորում, առավել ևս հիմա բոլորն էլ համարյա փակում են, միավորում են եւ այլն։ Ճիշտ աշխատելու պարագային դրանք պիտի լինեն այնպիսին, ինչպիսին, օրինակ, ես այստեղի համակարգին ծանոթ չեմ, բայց ասենք ամերիկյան համակարգը, որտեղ think tank-ներ են, դրանք պետության կողմից չֆինանսավորվող անկախ կենտրոններ պիտի լինեն։ Իսկեն, եթե պետությունն է փող տալիս, պետությունն էլ պատվիրում է, երկե հիմա էլ կան, որ դուք ասում եք, այդպես շատ են, բան կա, օրբելի կենտրոն կա, դուք չգիտեք, որ հսկայական փողեր է ծախսվում տեղ, բայց նպատակը ո՞րն է։ Նիկոլն ասում է, որ դուք արդարացրեք, հիմնավորեք, ես ինչ հիմարություն կանեմ, դուք հիմնավորեք, որ դա ամենահանճախ քայլն է, իրանք էլ հիմնավորում են, որ դուք ֆեյքերի կոմբինատ ստեղծեք, հազարավոր ֆեյքեր ստեղծեք Facebook-ի եւ այլ բաների վրա եւ այդտեղ
պայքարեք նրանց դեմ, ովքեր որ քննադատում են եւ գովք արեք։ Այսինքն, երբ որ պետության կողմից է ստեղծված, դա դառնում է իշխանության աղախինը, սպասարկուն։ Դա չպետք է ֆինանսապես կախվածություն լինի պետությունից։ Իսկ ով պետք է ֆինանսավորի։ Հենց այդտեղ հարցն է գալիս։ Հիմա Ամերիկայում օրենսդրությունը այնպիսին է, որ մեծ կորպորացիաները, անհատները կարող են նվիրատվություններ անել եւ այդ մասով ազատվել եկամտահարկից։ Հայաստանում դա չկա։ Այսինքն նշանակում է, որ բիզնեսը մասնավոր շահագրգռված չի նվիրատվություններ անելու եւ պահելու։ Սա մեկ։ Իսկ կարծեք, եթե բիզնեսը կամ մի քանի խոշոր բիզնեսներ կամ բիզնես շահեր այդ ամեն ինչը ֆինանսավորեն, իրենք չեն սկսելու պատվիրել երաժշտությունը։ Իհարկե իրենք են սկսելու։ Դրա համար ստեղծվում է աշխարհում ոնց է, ստեղծվում են մի քանի նման կենտրոններ, օրինակ նույն Միացյալ Նահանգներում նույն հեռուստաալիքները կամ կենտրոն գիտեն, որ սա ավելի պահպանողականն է, ասենք հանրապետական թևն է, սա դեմոկրատներն են, սա այդպես է։ Եվ եթե գաղափարական հենքի վրա է, դա հասկանալի է, բայց չէ, գաղափարական հենքի վրա է։ Այսինքն մարդը չէ, ֆինանսավորումը բիզնեսի կողմից է ֆինանսավորում, բայց ինքը չի կարող ուղղակի թելադրել, որովհետև այնտեղ օրենքով կարգավորվում է, բացի այդ էլ ամեն մարդ, ամեն մի, ինչ ասեմ, քաղաքագետ ինքը ընտրության հնարավորություն ունի իր գաղափարներին համապատասխան տեղ գնալու եւ այլն։ Հայաստանում փոքր Հայաստանում այդ օրենքները չկան, չի լինում։ Տեսեք։ Հետո պետությունը ընդհանրապես պիտի դա վերցնի։ Ես ունեմ իմ հետազոտական կենտրոնը Modus Vivendi, որը երբեք մի ցենտ չի ստացել ոչ պետությունից եւ ոչ էլ որևէ հիմնադրամից։ Մեր ֆինանսավորումը եղել է կամ իմ անձնական փողերով, կամ իմ ընկերների ֆինանսավորմամբ, կամ հայ համայնքի դրամահավաքներով։ Կոնկրետ ասենք գիրքատպվել բան։ Ասենք մենք անում ենք դա, բայց անգամ այդ պարագային, երբ որ դու պետությանը ներկայացնում ես, այստեղ հենց այդ է գալի, էլի, հարցը արդյոք պետությունը շահագրգռված է քո հետազոտության հետ գոնե ծանոթանալու։ Մենք գրքեր ենք տպում, որոնք շատ կարևոր են, այսինքն մեր շահերի տեսակետից։ Դու տանում տալիս ես արտգործ նախարարություն, ասում ես ուղարկեք դեսպանատներ, որ տեղում տան, այսինքն ենթադրենք ամերիկյան մամուլը հայերի ջարդերի մասին 1905-ից 23 թվականները Բաքու եւ Ադրբեջան որ ցույց տան, որ հայերի նկատմամբ այս քաղաքականություն նոր չի, շարունակական է եւ այլն։ Մարդիկ չեն անում դա, այսինքն կատարած աշխատանքից արդյունքն էլ իրենց պետք չի։ Պետք չի։ Որովհետև եթե իշխանությունը գտնում է, որ դու պիտի այդ ամբողջից հեռանաս եւ ուրանաս, որպիսի Ադրբեջանն ու Թուրքիան գող լինեն քեզանից, որովհետև եթե իրանք գող չեն, ապա, չգիտեմ, պատերազմի սպառնալիք կա, ինքը չի ուզում քո հետազոտությունը։ Այսինքն դու հետազոտություն ես կատարում, հիմնավորում ես, որ այս քաղաքականությունը, որ իրականացվում, այսինքն տալով, այսինքն ասում ես, որ Արցախը տաս, միևնույն է Ադրբեջանը չի բավարարվելու։ Ու դու բերում ես հիմնավորումներ բան։ Բայց իրան պետք չի, կոնկրետ Նիկոլ Փաշինյանին պետք չի։ Ոչ ոք, այսօր չգիտի օրինակ, ոչ թե գիտենք, ինքը ոնց արտանում է, ասենք Նիկոլ Փաշինյանը իր որոշում ինչի հիման վրա կայացնում։ Անկամ կոմունիստները, եթե մի հատ բան էին անում, ասենք մի քանի գոնե ձևական հանձնարարություն էին տալիս, Պատմության ինստիտուտ, Փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտ, ասենք ասում են այս հարցը։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ինչ է ասում։ Ասենք ինքը վերականում, ասենք կառավարության նիստին եւ ասում է. Մենք մի շարք առաջարկներ ենք ստացել, որ հայ ժողովրդի պատմությունը կամ հայոց պատմությունը պետքա վերանվանել Հայաստանի պատմություն, որտեղ մենք պիտի մեր երեխաներին դաստիարակենք Հայաստանի պատմությամբ եւ ոչ թե Հայաստանի ինչ որ այլ պատմությամբ։ Երբ որ այդ նույն մարդուն ասում ես, դե լավ, որ դու ասում ես ստացել ենք 3 անուն տուր, գնանք հետները խոսանք, տեսնենք այդ մարդիկ, որ ձեզ առաջարկել են, ինչի իման վրա են առաջը, չկան։ Սուտ է, ինքը արտնացել է այդ օրը, իր մտքով անցել է, որ չգիտեմ ինչի, Հայաստանի պատմությունն ավելի ճիշտ է, քան հայոց պատմությունը ու կռիվ է գցել բոլորի մեջ, ելույթ անենում հիմա այս բանը, ասում են այդ
հիմնավորումներ չկա, ասած հետեւյալն է, որոշում կայացումը իմաստ ունի, այսինքն ասենք ասենք, հետազոտական, քաղաքագիտական այդ բոլոր կենտրոնները իմաստ ունեն, եթե նրա արտադրանքը որևէ մեկին պետք է, տվյալ դեպքում իշխանությանն է պետք, եթե այդ արտադրանքը իշխանությանը պետք չի, դա դարակների վրա շարած սիրուն գրքեր են կամ հետազոտություններ են, իսկ մեր իշխանությանը պետք չի։ Ի տարբերություն Միացյալ Նահանգների օրինակ, որտեղ ցանկացած գաղափար նախ think tank-ների միջով է անցնում, տարբեր քննարկումներ, սեմինարներ են անում, բողոքում, օրինակ այս վերջերս Atlantic Council-ը, որը լրջերս մեկ ասենք 5 սցենար էր քննարկում Ուկրաինայի ապագայի եւ ռուս-ուկրաին պատերազմը, ասենք իրանք են քննարկում, հետո մի հատ կարճ զեկուցագրով զեկուցում են, չգիտեմ, ասենք Բլինքենին, Բայդենին, որ այս եւ այնտեղ ասենք նախկին դեսպաններն են, հերթներ խոսում Յովանով եւ այլն, որ մենք մասնագետներով եկանք քննարկեցինք 5 օր եւ եկանք, որ այս 5 սցենարն է հնարավոր, հավանականը սա է, սա քիչ եւ այլն եւ այլն։ Նրանք էլ ինչ որ ձևով ծանոթանում են ու դրա վրա մի բան են։ Մեր մոտ տենց բան չկա։ Մեր մոտ չի եղել երբևէ, իսկ առավել եւս չկա Նիկոլ Փաշինյանի օրոք։ Էլի եմ ասում, այ վաղը հիմա ինքը մի հատ գաղափար առաջ կքաշի, ու դուք չեք հասկանա այդ գաղափարը որտեղից է։ Քանի դեռ Ալիևը չի խոսացել, որտեվ երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ պետքա սահմանադրությունը փոխենք, մեկ էլ դրանից 2 օր առաջ Ալիևն է ասած լինում, որ Հայաստանը պիտի փոխի իր սահմանադրությունը։ Ուրեմն հասկանում ես, որ այդ գաղափարը գալիս է Ալիևից։ Հիմա եթե Ալիևի գաղափարն ինքը ընդունում է պիտի սահմանադրությունը փոխի, որի մեջ պիտի հանվի հղումը Արցախ-Հայաստան միասնության եւ հայոց ցեղասպանության վերաբերյալ հղումը, դու ինչ ուզում ես գրի, ինքը չի փոխելու դա։ Սա է դառը իրականությունը։ Ամենածիծաղելին այն է, որ այդ բաները, որ քննարկվում են հիմա կառավարության նիստերի ժամանակ, չգիտեմ, ուրիշ երկրներում միշտ ինչ-որ նախարարներ ասում են, բայց սա այդքան էլ ճիշտ չի, չգիտեմ, բանավեճ է գնում, ուրիշ նախարար են միանում, տարբեր ճամբարների են բաժանվում ու ամեն ինչ չի, որ ոնց որ վարչապետը ոնց ասեց, տենց է գնալու։ Հիմա Փաշինյանը եթե այսօր մի բան ասում է, բոլորը գլուխները կախ ասում են, հա, վաղը կարող է գա դրա հակառակը ասի։ Էլի կասեն, հա, որտեվ Մխիթար Քոշը մի առակ ունի, Աղվեսը, Գայլը եւ Այռուցը Եղնիկի պիտի բանանեն կիսեն, Եղնիկ նապաստակ եւ կակավ, Այռուցը հարցնում է Գայլին, ոնց կլինի արդար բաժանելը, Գայլը ասում է Եղնիկը քեզ Այռուց, նապաստակը ինձ, այդ լորա կակավն էլ Աղվեսին։ Այռուցը մի հատ ապտակում է, սատկացնում է Գայլին, ասում է Աղվես դու ինչ կասես։ Աղվեսն ասում է Եղնիկը քեզ ճաշին, բանը, նապաստակը էլի քեզ ընտրիկին, լորն էլ քեզ նախաճաշին։ Հիմա ինչ եմ ասում։ Այդ նախարարները լավ գիտեն, եթե իրեն կես բերան համարցակվեն Նիկոլի ասացին, ասեն դուք ճիշտ եք պարոն, բայց եւ այնպես, իրանց Նիկոլը հիստերիայի մեջ կընկավ հաջորդ իսկ օրը գործից կհանի եւ 2 օր հետո քրեական գործ կհարուցեն վրան գտնելով ինչ որ խախտումներ եւ այլն յուրացումներ եւ այլն 2 առումով կգտնեն որովհետեւ նախ այդ մարտիկ իսկապես մաքուր չեն երկրորդ Հայաստանի օրենսդրությունը այնպես է որ դու եթե մի օրենքով դրան համապատասխան անում ես ճիշտ դու հաստատ հակասության մեջ ես մտնում մեկ այլ օրենքի հետ ինքը իրավական դաշտը այդպես է հետևաբար ցանկացած պաշտոնյայի վրա կարելի է քրեական գործ հարուցել այսինքն այն մարդ որ պետք է ձերաս որը ճիշտն է պիտի խոսան քննարկեն բան անեն ինքը ուրեմն պետք է հաշվի առնի որ ինքը կարա կորցնի գործը կարա կորցնի ազատությունը հիմա քանի մարդ դուք կարող եք գտնել թեկուզև Բելգիայում որ սեփական գաղափարի համար պատրաստ է կորցնել իր գործը եւ իր ազատությունը շատ քիչ Ստեղ մարդիկ խոսում են, որտեվ այդ վտանգը չկա։ Անդե չեն խոսում, որտեվ այդ վտանգը կա։ Իսկ սկզբանե այդ մարդը բերվել է ոչ իր շնորհիվ, այլ ինչ-որ կապերի, բաների, ու ինչպես որ բերվել է, այդ նույն ձևի էլ կարող է հանի գցի մի կողմ։ Մենք բարձ օրինակ ունենք Քերոփյանը, որը
մի առանձնապես մասնակից չէր, բայց այդպես ինքը երբ որ ներառան կաբինետի մեջ, ինքը քպական չէր, հետո ճիշտ է, քպ դարավ եւ այլն, բայց երբ որ տեղը եկավ ցուցադրաբար մեկին պատժելու, քանի որ ինքը այդ նեղ պալիտբյուրոյի մաս չի կազմում քպ-ին, իրան ցուցադրաբար հիմա դատում են։ Եվ այդ ամբողջը կներկայացվի, որ մենք կոռուպցիայի դեմ ենք պայքարում եւ այլն։ Չէ, նրանք կոռուպցիայի դեմ չեն պայքարում, որտեղ այլ ոլորտներում, որտեղ ականավոր քպականներ, շատ ավելի վիճակը վատ է։ Բայց դա իրանցն է։ Նրանց չեն կպնի, հասկանում եք։ Իսկ սա իրանցը չի։ Եվ բարբերաբար, այսինքն նման մարդկանց կներառեն ինչ որ պաշտոնների, անկախ այդ մարդիկ լավ կամ վատ են աշխատում, կամ դուրս կանեն, կամ քրեական գործեր կառուցեն եւ այլն։ Դրա համար, երբ որ մենք ասում ենք, որ եւ երեք խոսեցա դրա մասին, որ մենք ազգային ժողովրդական հանդես է գալի ոլորտ առ ոլորտ տարբեր երկրների հետ համագործակցել այդ փորձը ներս բերելու, այսինքն այսպես ասած, այդ նախարարը իր կողքին պետք է ունենա Բելգիայից, Կանադայից, Ավստրալիայից, չգիտեմ ինչ որ մի խորհրդական, առանց որի համաձայնության, մասնագիտական համաձայնությամբ այդ որոշումը չի կարող կյանքի կոչվել։ Այսինքն, իսկ այդ մարդիկ անհամեմատ ավելի անկախ են լինելու, որովհետև իրանք օտար երկրյա քաղաքացի են, իրանք այդ գիտելիքն են եւ իրանք դրա համար են եկել, իրանք կարող են դա անել։ Դրա համար նաեւ իրենք ոնց որ ասած խոսալու տեղ ունեն, իրանք կարան ասեն, գիտեք, մենք այսպես ենք արել, հաջողությունը կա, արդյունքը կա, որտեվ հիմա, երբ որ դու ինչ որ բան ես առաջարկում, չէ՞, միսողն էլ ասում է, իսկ ինչ գիտեք դրանից լավ կլինի կամ այսինքն ավելի վատ չլինի, թեև իրանց առաջարկներն էլ մի բան չի։ Այնպես որ, այսպես ասենք, էլի, շատերը ընդդիմության դաշտում ժողովրդին հաճոանալու համար զանգում են սրան, ինչ որ այս բանվորին աշխատավարձ չեք տվել, սրա համար են պայքարում կամ զանգում են, ասում են այս բաները, այդ մանր հարցերը, որով պետությունը չի լուծի խնդիրները։ Բայց դա ինչի է արվում, դա ընտրողին սիրաշահելու համար է արվում, ոչ թե երկիրը փրկելու համար, այդ մանր գործերով դա հետևանքն է, երկիրը չի, դու զանգեցիր, մեկին հայոյեցիր եւ այդ փոքր խնդիրը լուծվեց, բայց դրա կողքը նման 1000 խնդիր կա չլուծվեց, այսինքն դու հետևանքն ես լուծում եւ ոչ թե պատճառը, դա PR են անում։ Այո, դա PR է, դա սովորական քաղաքական PR է, դու մարդկանց համար լուծում ես իրենց խնդիրները, իրենց քվեները քեզանով ես անում, բացի այդ մյուսները հույս են քո հետ կապում, որ տեսեք, ժողովրդի մեծ մասը չի հասկանում, ժողովրդի մեծ մասը պատճառահետևանքային հարաբերություններ չի հասկանում։ Դե ընդունենք, որ դա էլ բնական է, եւ շատերն ասում են հայ ժողովուրդը, բոլոր ժողովուրդներն են այդպես։ Ժողովուրդների մի 20%-ն է, որ ի վիճակի է այդ լուրջ վերլուծություն հասկանա, դրա համար էլ ամբողջ աշխարհում ավելի թեթև շոու բիզնեսը շատ ավելի դիտորդ ունի, շատ ավելի փողափերում, քան ավելի բարդ ֆիլմերը, ավելի բարդ երաժշտությունը, այդպես է։ Մարդկության ուղեր դա ապացուցված է գիտականորեն ապացուցված է, որ մարդկության մեծ մասը զուտ ապրում է իր կենսաբանական խնդիրները լուծելու համար, ինչ է կենսաբանական, իր ուտելիքի, ապրուստի, իր սեռական հարաբերության այդ 3 խնդիրն է լուծում։ Ուտի որ չմեռնի, տեղը լինի որ ապրի ու բազմանա։ Այսինքն կենթանու տեսակ է վերջում մարդ, այդ 80% այդպես է խնդիրը լուծում։ Դրա համար այդ պոպուլիզմը այսօր ամբողջ աշխարհում, ներառյալ Հայաստանում, այսպես ասած, վերելքի վրա է։ Ամբողջ աշխարհում պոպուլիզմը վերելքի վրա է, որտեվ գալիս են մարդիկ, անպատասխանատու խոստումներ են տալիս, սիրունել կարողանում են բեմականացնած բան ու այդ քվեները ստանում են։ Հետո գալիս են իշխանության, մի երկու ցուցադրական քայլ են անում, բայց արմատապես խնդիրը չի լուծվում, ասում են դե կներեք, այդ Նիկոլի ասածն է, իրավիճակը փոխվել չեն կարող։ Իրավիճակը փոխ, ինչա կարծում ես այս հիմիկվա պոպուլիստները, որ Նիկոլին տվե անցել են այդպես խոսում են բանը, նրանք որ կան իշխանության ավելի են անելու, չեն անելու ավելին։ Այդ երևի նաև պայմանավորված է հիմիկվա տեխնոլոգիաները, որ ամեն մեկը, չասենք, այո, ամեն մեկը կարող է ինչ-որ հեռախոսը միացնի, ինքը իրեն ձայնագրի ու ինչ-որ մի հատ հիմարություն դուրս տա ու
դնի համացանցում, սոցիալական ցանցերում բոլորը կարողանան դա։ Միանգամայն ճիշտ է, այո, միանգամայն ճիշտ է, որովհետև դրա մեջ իհարկե լավ կողմը կա, որ պետությունը կորցնում է մոնոպոլիան ինֆորմացիայի նկատմամբ, բայց այստեղ էլ ուրիշ խնդիր կա, որ այդ մարդը կախված նրանից թե ինչ նպատակներ է հետապնդում, կարա մանիպուլյացիայի ենթարկի, որը մենք տեսնում ենք, բազմաթիվ տենց մարդիկ կա, ու երբ որ կարդում ես այդ մարդու գրածի տակը, ասենք ինչ են գրում, ասենք YouTube-ի կանալների, բաների, այս ինչ ազգանվեր, այս ինչ լավ, այս ինչ հերոսական, դուք մեր փրկից, բայց դու գիտես, որ այդպես չի։ Օրինակ, գիտես, որ կոնկրետ այս անձը խաբեբա սրիկայա, հայտնի քծող, փողեր կերած, քրեական հետապնդման մեջ գտնվող, երկրից փախած եւ այն հեքիաթները, որ օրինակ մենք աշխարհի վերջի զենքերը կարող ենք ստեղծել, այս բան բոլորը սուտ է։ Չկա։ Բայց դու չես մտնելու ամեն անգամ այդ ամբողջը, որովհետև նաև ինքը իր համախոհների թիմն ունի, երբ որ մեկին ասում ես այդպես չի, ուրեմն պետք է մտնես պայքարի մեջ ու ապացուցես, որ դա այդպես չի, որի համար ոչ դու ցանկություն ունես, ոչ ժամանակ ունես, ոչ էլ ուզում ես բանի մեջ մտնել։ Եվ ստացվում է մի վիճակ, որ երբ որ դու փորձում ես ստապ ինչ որ բաներ ասել, դա ավելի քիչ համախոհներ ունի, քան երբ որ դու օրինակի համար բան ես անում, այսինքն ականջահաճը բան։ Հա ինչ որ, այսինքն այդ ամբողջը պոպուլիզմը դա ամբողջավարությունն է, դու ամբողջին ես, բայց դեմոկրատիան ամենալավ կառավարման ձևն է, բայց մեծ թերություններով։ Այսինքն այնտեղ ամեն մի անձ ունի մի քվե, հետեւաբար որևէ տարբերություն չկա, ով է քվեարկում, հավասար քվե է։ Հիմա պատկերացրեք մի բան, որ օրինակ ասենք ինչ որ ֆիզիկայի ինստիտուտ է, որ ասենք ղեկավարում են, չգիտեմ, Զելդովիչը, մյուսը Ալիխանովը, սրանք մարդիկ։ Հիմա այդ գիտնականների, հենց գիտնականների չեմ ասում հասարակ մարդկանց, շարքային գիտնականների քվեարկությամբ որոշվեր, թե որն է ճիշտ այդ գիտության մեջ, էլի այդ բանը։ Պարզ չի 90% սխալ են քվեարկել, որովհետև լիքը փայլուն գիտնականներ, մասնագետներ կա, որոնք որպես մարդ եղել են կոշտ, եղել են ոչ ամբողջավար, աշխատած դրանց նկատմամբ բանա, երբ որ առաջի ամենահայտնի ընտրությունը տեղի ունեցավ, դա Հիսուս Քրիստոսի եւ Բարաբայի ընտրությունն էր, ժողովուրդը Բարաբային ընտրեց, ավազակին եւ ոչ թե ժողովրդին, փրկիչ եկած, որ իրան զոհում էր, Աստծո որդուն չընտրեց, ինքը ավազակ Բարաբային ընտրեց, հետեւաբար եթե ժողովուրդը անգամ այդտեղ է սխալվում, բնականաբար ինքը կարա սխալվի նաեւ բանի մեջ, եւ հավանական է, որտեվ տեսեք ինչ է, այդ դուք նշեցիք տեխնոլոգիան, այո, բայց դուք պատկերացրեք, որ ասենք ազգային ժողովրդավարական բևեռը ունի իր YouTube-յան ալիքները։ Իսկ մեկ այլ կուսակցություն, ել չեմ ասում իշխանությունը, իրենք ունեն մի քանի հեռուստա ալիքներ։ Եվ իրանք այդ հեռուստա ալիքներով անընդհատ իրանք սուտն են տարածում։ Ազգային ժողովրդավարական բևեռը իր ճշմարտությունը YouTube-յան ալիքների միջոցով է հաղորդում։ Հիմա դա ունի սահմանափակումներ։ Տարիքային հասկանում ենք, չէ՞ որ մեծ տարիքը այդ կան ինտերնետ, YouTube չի մտնում, դա ավելի երիտասարդ է։ Մարզեր կա, որտեղ ինտերնետը բավականին թույլ է։ Ոչ բոլոր տները Հայաստանում ունեն համակարգիչ կամ հեռախոս եւ այլն։ Ամենաազդեցիկը դրանք այսպես եթերային հեռուստատեսությունն է, առաջինը, հանրայինը, որտեղ ինչ սուտ ասես ասում են, ու ասում ես դե լավ քննարկում եք անում, ինչ եք կանչում միայն, դա քննարկում չի։ Մի հաղորդավար երկու իշխանամետ տեսակետ ունեցող բերում եք, դուք ասում, դուք լսում եք, ուրախանում եք, չէ։ Հրավիրեք մի հատ էլ հակառակ տեսակետ, այսինքն բանավեճը դա է տեսակետների բախումը, չեն ասում, բայց քանի որ մարդկանց մեծ մասը լսում է միայն այդ տեսակետը, ասում է ճիշտ են, այո, երբ որ այդ մարդկանց լսում ես, այո, իրանք ճիշտ են, որտեղ չկա մեկը, որ ասի սուտ եք ասում, այդպես չի, նախ դուք կեղծում եք փաստերը մեկ, մյուսը այդ որ ասում եք դա ճիշտ է, բայց ամբողջ ճշմարտությունը չի, որտեղ սա ունեցել է նախընթաց, դա հետևանք է այդ նախընթաց քայլերի։ Այս է իրականությունը, դրա համար Հայաստանում ցավոք սրտի առ այսօր երբևէ իշխանությունները ընտրության ժամանակ, համապետական ընտրության ժամանակ երբևէ չեն պարտվել։ Բոլոր իշխանությունները, բոլոր ընտրությունները հաղթում են։
Սա է իրականությունը։ Պարոն Պապյան, դուք YouTube-յան ալիքների մասին լավ բաներ ասացիք, բայց օրինակ երեք էլ խոսում եք այդ բաց TV, եթե չեմ սխալվում, այդ որ ինչ որ մի հատ աստղագետ կնոջ են հրավիրում, բան։ Ես ասեմ, այդ տիպի աստղագետների ու այդ բախտ նայողների, չգիտեմ ոնց ասեմ։ Դրանք աստղագետ չեն, դրանք աստղաբաշխ են գոչվում։ Չգիտեմ։ Այո, ահա։ Մի հատ էլ ուրիշ ալիք ասեմ, տեսեք, եթե ժամանակ ունեք կորցնելու, Արեկ TV է կոչվում, 200, եթե չեմ սխալվում, 200 քանի հազար բաժանորդ ունեն։ Գժանոց է, որ մտնում ես նայում ես դիտումները 120,000, 200,000 դիտում մի վիդեո այդքան դիտում։ Ու ինչ է ասում, չգիտեմ, չեմ ուզում կրկնեմ, բայց ինչ որ այս տարի դժվար է լինելու, բայց չէ, մեր Փաշինյանը ամեն ինչ անելու է, որ պատերազմ չլինի, ուզեն բաներ որ ասեն, չգիտեմ։ Ինչ որ մարդկանց մի շերտ կա, որ իրանց համար դա լավ է, հանգստացնում է։ Այո, չէ, այդ ամբողջը վկայում այն մասին, որ ես ասում եմ, որ մարդկության 80%-ը ինքը չի կարող պատճառահետևանքային դատողություններ անի, սթափ դատողություն։ Այո, դա այսօր նայեք, երբ որ այդ թղթային թերթերը կար, ամենաշատ ծախվող թերթերից մեկը եթեր էր կոչվում, այդ բաններ, ծրագիրներ էլի հեռուստատեսության։ Ինչ էր շատ ծախվում, որովհետև նա վերջի էջի վրա հորոսկոպ էր տպում, այն որ ձեզ ասում, եւ երբեմն խաչբար։ Վերջ, դա է։ Նայեք, մարդկանց մեծ մասը, որոնք ոչինչի չեն հասել, ընդհանրապես ովքեր են առնում այդ վիճակախաղի տոմսերը։ Վիճակագրություն է տալի, որ հարուստները չեն առնում են աղքատները, որովհետև հարուստը այսպես թե այնպես իր եկամուտի աղբյուրն է։ Աղքատը մտածում է, որ այ հեսա ես առնեմ, լավ կլինի։ Հիմա այդ հորոսկոպը իրան ասում է, որ այս տարի քո համար շատ լավ ալնելու, այս տարի դու հարստանալու ես, ամուսնանալու ես, ավտո ես առնելու եւ այլն։ Ինքը լավ ազգում։ Ինքը իրանից լավ ազգում իր համար հաճել, դա բան է։ Հոգեթերապիա, ես հասկանում եմ։ Օրինակ հայերը երբ որ սուրճ են նայում, սուրճի բաժակը նայում են, դա հոգեթերապիա, դա ձրի բան է, որ չգնաս փող տաս հոգեբուժին, ինքը քեզ ասի ամեն ինչ լավ է, ինքը ասում է, չէ՞, ասենք, չգիտեմ, 2 օրից, 2 շաբաթից 2 ճանապարհ ունես։ Բնական է, որ այդ ձևակերպման տակ դու ճանապարհ ունես, որովհետև ճանապարհ ունես ինչ է նշանակում, դու Երևանից գնացիր Սևան, թե Երևանից եկար Բրյուսել։ Ուզում եմ ասեմ, այդ Սևան մարդկությունը այդպես է բան լինում։ Իրականությունը, հատկապես երբ որ դու իրան անձնապես սկսում ես գովալ։ Պարոն Պապյան, եթե չեմ սխալվում, դուք ավարտել եք Երևանի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արևելագիտության բաժինը, հա։ Չէ, ես ավարտել եմ, դա առանձին ֆակուլտետ է, ես ավարտել եմ արևելագիտության ֆակուլտետը, իրանագիտություն մասնագիտությամբ, ես պատմության ֆակուլտետի ասպիրանտն եմ եղել, ասպիրանտուրան եմ այդտեղ, այդ բանը, այսպես post graduate, երբ որ բան ես գրում, էլի դիսերտացիա ես գրում, ես պատմության ֆակուլտետի ասպիրանտ եմ եղել, բայց մասնագիտացել եմ Իրանի պատմության եւ Իրանի դիվանագիտության պատմության մեջով գրել եմ դիսերտացիա, նախապաշտպանել եմ, ինձ ասեցին սովետի պատմությունը, մարքսիզմ-լենինիզմից պիտի ցիտատներ բերես, ասի չեմ բերի, ու այդ կռիվը եղավ, իրանք անդադ պնդում էին, որ դի ինչ որ մարքսիստական հղումներ լինի, ես բանը հետո 88-ին սկսեց այդ շարժումը, ու ես արդեն 88-ից այդ ոլորտից շեղվեցի, մտա պայքարի մեջ, հետո դիվանագիտություն, մի շարք դիվանագիտական ակադեմիաներ եմ ավարտել Մոսկվա, Հռոմ, Լոնդոն։ Հիմա հարցս հետևյալն էր, օրինակ պատմությունը դա իմ կարծիքն է, որ ամենակարևոր գիտություններից մեկն է, կապ չունի դու հետո ինչ մասնագետ կդառնաս ֆինանսիստ, թե բիզնեսմեն, թե դիվանագետ, ձեր կարծիքով ինչ դեր է խաղացել պատմության լավ իմացությունը, ոչ միայն լավ իմացությունը, լավ վերլուծելու կարողությունը, ինչ դեր է խաղացել ձեր կոնկրետ կարիերայում։ Նախ ասեմ, որ ընդհանրապես ինչու են ուսումնասիրում պատմությունը, չէ՞։ Ասենք ի վերջո կարա ասել, դե հիմա ինչ եղել անցել է։ Որտեվ պատմության մասին գիտելիքը, հատկապես տվյալ երկրի պատմության եւ այլն, քեզ հնարավորություն է տալիս կանխատեսելու ապագան։
որտեվ կառավարել նշանակում է կանխատեսել։ Իսկն եթե դու գիտես հայ-թուրքական հարաբերությունների պատմությունը, դու գիտես Ադրբեջանում հայերի նկատմամբ վերաբերմունքը, դու պատրանքների չես տրվում, որ գիտես, այսպես մի բան կլինի, ամեն ինչ լավ կլինի, որովհետև հաճախ լսած կլինեք, որ ասում են, որ քաղաքականությունը կամ միջպետական հարաբերությունը խարսխվում է աշխարհագրության վրա, այո, այդտեղ ճշմարտություն կա, որովհետև քո աշխարհագրական միջավայրը ազդում է, դու չես կարող անտեսել, բայց նաև պատմության վրա, որովհետև դու նաև չես կարող անտեսել պատմությունը, ինչու Նիկոլի բոլոր ձգտումները Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու ձախողվելու է, շատ պարզ պատճառով, թուրքերը իրականացել են հայոց ցեղասպանություն եւ թուրքերը հայերից գրավել են հայերի հայրենիքը, անգամ այն դեպքում, ինչու Նիկոլն է ուզում, հայերը ուրանան ցեղասպանությունը եւ հրաժարվեն այդ իրենց հողերից, ես գիտեմ, էլի բանակցել եմ իմերեցին ասել են, իրանք դրանից չեն հրաժարվելու, որտեվ քանի դու դեռ կաս, իրանք գիտեն, որ այդ հողը քոնն է, այդ հայրենիքը քոնն է, այդ հանցանք իրեն կատալ են, քանի դու դեռ կաս, դու իրենց համար վտանգ ես։ Այսօր հրաժարվում ես, բայց դա բանա դու կաս։ Այսինքն պատկերացրեք մի վիճակ, դուք մեկին փող եք պարտ մեծ գումար, եւ հիմա դուք վատ մարդ եք, ուզում եք այդ գումարը չտալ, ձեզ համար բնականաբար նրա մահը ցանկալի է, չէ՞, նա չգոյությունը, որ ինքը չլինի, ուրեմն դուք չեք տա։ Այսինքն նույնը հայ-թուրքական հարաբերությունների մեջ է։ Անկախ նրանից մենք իրենց կասենք դա ձերն է, ցեղասպանություն էլ չի եղել, ինչ որ անման Նիկոլը, թուրքերը իրենց քաղաքական գծից չեն շեղվելու, դա հայերի ոչ թե պետականության, հայերի հավաքական գոյության բացառումն է հարավային Կովկասում։ Հայեր թող ապրեն, իրանք խնդիր չունեն, Բելգիայում ապրեն, Կալիֆոռնիայում, Մոլդովայում ապրեն, ուր ուզում են ապրեն, բայց հայերը չպետք է ապրեն իրենց հայրենիքում, չպետք է լինեն պետություն, չպետք է լինեն, ասենք կարան որպես փոքրամասնություն, ասենք ինչպես Օսմանյան կայսրության մեջ ապրում էին հայերը որպես միլիետ, բայց ցրված եւ ծառայություններ մատուցեն, հիմա Բաքվի հայերը որ արտագաղթեցին կամ ավելի բռնագաղթի ենթարկվեցին, Բաքվում ավտոշինող չկար, դզող փճող չկար, սառնարան նորոգող չկար, կոշիկ սարքող չկար, իրանց պետք է թող մնան հայերը մեր կոշիկները կսարքեն, կմաքրեն, այդ մակարդակով հայերը ընդունելի են, ինչպես այսօր Թուրքիայում է։ Քանի դեռ դու քաղաքական ազգ չես, դու ընդունելի ես, նույնը Ռուսաստանն է, ասենք ռուսահայերը լինելով միլիոններ, իրանք սպասարկու փոքրամասնություն են, իրանք քաղաքական որևէ դերակատարություն չունեն, ասենք ի տարբերություն։ Այնտեղ նույնիսկ ռուսները չունեն։ Այդ հենց դրա համար է, ու պատճառը դրանից է։ Ես ասում եմ հենց ի տարբերություն, ասենք նույն Կալիֆոռնիայի, որտեղ հայերի ներկայությունը հայերին հզորություն է տալիս։ Ռուսաստանում հայերը իրենք ոչ թե Հայաստանի համար հնարավորություն են, այլ Ռուսաստանի ձեռքում պատանդ են, այո, հենց իր բռնատիրության պատճառով, եթե իր երկրում ռուսը հարց չի լուծում, ունած հայը հարց լուծի։ Դրա համար այդպես է։ Դրա համար Ադրբեջանն ու Թուրքիան իրանց ուզածը ինչ է։ Իրանց ուզածը հետևյալն է։ Մի փոքր տարածքով փոքր որևէ ինքնուրույնություն չունեցող, ինչ որ մի միավոր իրանք պատրաստ են, անգամ կարող է դա կոչվի Հայաստանի Հանրապետություն, բայց իրականության մեջ դա պիտի լինի միավոր, որը ոչինչ ինքը ինքնուրույնաբար չի լուծում։ Դպրոցներում գնում է, ասենք, Աթաթուրքի ու Ալիևի գովքը, հայերը անդադ ներողություն են խնդրում, որ պարբերաբար զրպարտել են ադրբեջանցիներին եւ թուրքերին մեղադրելով անցագործությունների մեջ, որ հայերը դավաճանել են հայրենի Օսմանյան կայսրությունը եւ այդ են իրանց ուզածը։ Այդ դեպքում այո, այդ որ ասում են վերադառնան Արցախ, այո, հա թողան մի 20,000 սաղորը հայերին մեղադրեն ու թուրքերին գովան։ Իրանց այդ է պետք, բայց այդ մարդիկ արդեն հայ չեն, որտեղ ամեն մի յանով ազգանունը կամ անգամ ոչ յանովը հայ չի։ Հայը դա քաղաքական ընկալում աշխարհի։ Այսինքն այն մարդը, ով որ Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը չի պաշտպանում, ինքը ինչ հայ։ Այսինքն որ իր, չգիտեմ, տատիկը հայ է եղել եւ այլն, հա, Աբդուլ Համիդի մերն էլ հայ էր, հետո ինչ։ Լավրովի հայրն էլ հայ է, հետո ինչ։ Իրանք քաղաքականապես հայ չեն, սրա մասին է խոսքը։ Այո։ Պարոն Պապյան, դուք
Հսկայական աշխատանք եք կատարել հատկապես հայոց ազգային պետական իրավունքները վերհանելու գործում եւ դրանք հասարակությանը ներկայացնելու գործում դրա համար ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ձեզ ու հարցս հետեւյալն է ինչ հիմնականում ձեր աշխատանքը վերաբերվել է Վուդրո Վիլսոնի ամերիկյան նախագահ իրավարար վճռին այդ աշխատությունները առաջինը դուք եք սկսել դրա մասին գրել դուք եք այդ ամեն ինչը արխիվից պեղել հանել ու դրա շուրջ հետո սկսեց ծավալվել ինչ որ չեմ ուզում ասել բանավեճ բայց ինչ որ մարդիկ սկսեցին դա լուրջ չընդունել ծաղրել նույնիսկ ու տարբեր խոսույթներ են գնում այստեղ էս նշել եմ մի քանիսը որ լսել եմ որ հաճախ կրկնվում են ուզում եմ կարդամ օրինակ մարդիկ կան ասում են օրինակ այս Հայաստանը շատ են կարողանում պահենք որ դուք ուզում եք արևմտյան Հայաստան եկեք ես դուք կարդացեք ես պատասխանեմ էցե որ ավելի հստակ լինի Եթե դուք օվկիանոս եք անցնում, դուք չեք կարող փոքր նավակով անցնել։ Դուք դե անցնեք մեծ նավով, չէ՞։ Փոթորկաս ծովը։ Այո, այս Հայաստանը չի լինի պահել։ Հայաստանը պիտի լինի կամ մեծ ու հզոր, կամ չի լինի։ Հենց իրանց մոտեցումը սխալ է, որ էսի չեն կարող պահել։ Չէ, այս չես կարող պահել։ 29842 կիլոմետր խոցելի ելք չունեցող չես կարող պահես։ Դրա համար դուք դունաս մեծ Հայաստան։ Այդ Հայաստանը կամ կլինի մեծ ու հզոր, կամ չի լինի։ Հաջորդը հնչում է նաև որ դե մեկ է հիմա հողերը մեր վերահսկողության տակ չեն ինչ իմաստ ունի դրանց իրավունքների հետևից վազել Իմաստ ունի որովհետև երկու առումով եթե Ադրբեջանի պարագային ենք նայում մենք հաստատում ենք որ ազգերի լիգայով դա Հայաստան է Հայաստանը խուսափում է Այն հայցադիմումներից, որ Ադրբեջանը պիտի տա միջազգային դատարան եւ Հայաստանից ռազմատուգանքներ պահանջի տասնյակ եւ հարյուրավոր միլիարդների, դա արդեն մի օգուտ։ Այսինքն դու հարյուրավոր միլիարդներից խուսափում ես։ Սա մեկ, Թուրքիայի պարագային պարտադիր չի, որ դու վերահսկողությունը հաստատես, եթե դու դե յուրե իրավատիրություն ունես, դու կարող ես օրինակի համար դրա հիման վրա ստանաս ազատ անվճար տրանզիտի իրավունք կարող ես ապառազմականացնել այդ տարածքը կարող ես տեղի ժառանգության հարցը բարձրացնես եւ այլն կարող ես միջպետական պայմանագիր ստորագրես որի հիման վրա օրինակ Թուրքիան տարեկան 15 միլիարդ դոլար կվճարի Հայաստանին տարածքի վարձակալության համար այդ 15 միլիարդը մենք կբերենք 5 միլիարդը տարեկան կծախսենք Սփյուռքի վրա եւ Սփյուռքը դրախտ կսարքենք դպրոցներ պատկերացրեք չէ 5 միլիարդ դոլար տարեկան Սփյուռքում դպրոցների կառույցների վրա ծախսվի եւ այլն այս ամբողջ աշխարհ 10 միլիարդ էլ Հայաստանի վրա կծախսենք տարեկան Հայաստանը դրախտ կսարքենք երկու դրախտ կունենանք այդ փողով ասում են ինչը դա է պարտադիր չէ դու վերահսկես որտեվ ինչա տարածքը քեզ ինչա որովհետեւ մարդիկ շատ հաճախ պատկերացնում են երբ որ ասում ես իրավարար վճիռ քարտեզը գծած է սահմաններին նայում ենք պատկերացնում են հա վաղը պետք է գնանք գրավենք Էդ եմ ասում իրենք պատկերացնում են երկու ծայրահեղ վիճակ կամ թուրքերն են գրավում իրանցնա կամ հայերն են գրավում բայց կրկնում եմ կա միջանկյալ տարբեր լուծումներ կա որոնցից մեկը օրինակ հենց միջազգային կոնդոմինիումը օրինակ Անդորա պետությունը կա Իսպանիայի եւ Ֆրանսիայի միջև որը կառավարվում է հենց Իսպանիայի եւ Ֆրանսիայի կողմից այսինքն կոնդոմինիումը երկիշխանություն է հիմա կարելի է այդ տարածքի վրա անվերագրել միջպետական եւ միջազգային պայմանագրերով Հայաստանի որոշակի իրավունքներ կրկնում եմ տրանզիտի իրավունք ներդրում էքստերիտորիալ եւ այլն հիմա պատկերացրեք սահմանը բացվում է ուզում են չէ շատ բացեն Երևանից մինչեւ Վանալիչ Բայազետով 310 կիլոմետր է համացան համար ասեմ որ Երևանից Ստեփանակերտ 320 կիլոմետր էր հիմա դուք ըստ այդ որոշումների վճիռների իրավունք ունեք Վանա լճի ափին որպես էքստերիտորիալ ներդրում որտեղ տարածքը քոնն է թղթով կառուցեք հյուրանոց
բայց դա էքստերիտորիալ, այսինքն այդ հյուրանոցի եկամուտը գնում է ոչ թե Թուրքիային, այլ են գլխամասային գրանցում ունեցող երկրին։ Այսպես պարզ ասած, եթե որևէ մեկը, որ այսօր կա Սևանապին հարսնակար հյուրանոցը, Վանա լճի ափին կառուցում է հարսնակար 2, ուրբաթ օրը Հայաստանից 10,000 հոգի գնում է այդտեղ հանգստանալու, փողա ծախսում, լողանում է Վանա լճում, տեսնում է այդ բանը ու վերադառնում է Կիրակի երեկո, ինքը կարա նույն օրվա մեջ գնա գա այդ ամբողջ այդ 2-3 օրը։ Դա Հայաստանի տնտեսական զարգացման համար նոր հնարավորություններ է։ Այսինքն դու ընդլայնում ես Հայաստանի հարկ հավաքելու դաշտը, պարտադիր որ դու ռազմականապես էդի վերահսկես։ Հիմա երբ որ ինչ որ մի ընկերություն ներդրում անում այլ երկրում, չէ՞, ոչ ինքը չի գնացել ռազմականապես գրավել, բայց այդ երկրի այդ ներդրումը իրեն բան է տալիս, եկամուտ է տալիս։ Եվ այլն այդ տարբերակները կա ու էլի տարբեր լուծումներ կա, էլի եմ կրկնում, մարդկանց մեծ մասը մեղադրելի չի։ Բայց մի ցավալի 2 բան կա, որ հանդիսած էսին թվում է, որ ինքը շատ է հասկանում։ Մեկը ֆուտբոլն է, որ կողքի նայողը իրան ասում է պաստու գլխով խփի, ոտով խփի, իրան թվում է, որ ինքը ավելի լավ է։ Մյուսը քաղաքականությունն է, որ կողքի նայողին թվում է, որ ինքը ավելի շատ բան գիտի եւ տես ինքը չգիտի որևէ բան այդ մասին, այսինքն ինչ գիտի ինքը, ինչոց է, չգիտեմ, էլի։ Այսինքն այդ լուծումների, բաների կամ հողային իրավատիրության ինչ ձևեր կա, ինչ բաներ կա, ոչ բան չգիտի։ Բնականաբար չգիտի իր համար է սա, բայց են գրավելու եւ այլն։ Կամ այնտեղ քրդեր են ապրում, բան։ Հասկանալի է, իր իմացությունը չի կարող այդ խնդրի լուծումը տալ։ Բայց քաղաքականության մեջ ի տարբերություն օրինակի համար ատամնաբուժության ամեն ոչ մասնագետ կարա ձեր ասացի նման կարծիք հայտնի սիրուն հեռախոսը դրնի ու սկսի գեր վերլուծություններ իրականացնել, իհարկե դուրս տալով ապուշություններ, բայց որովհետեւ դու հասկանաս, որ ինքը ապուշություն է դուրս տալի, դու ինքդ պետք է լինես մասնագետ։ Օրինակ երբ որ ես տարբեր մրցույթների լսում եմ, օրինակ ջութակարների մրցույթների 10 հոգի նվագում է, այդ 10-ն իմ համար լավ են։ Որտեւ ես չունեմ այդ երաշտական լսողությունը, որտեւ արդեն բոլորը լավ են մրցույթի են, չի ասել, բայց այն մասնագետն ասում է, չէ, էսի լավ էր ավելի, էսի երրորդ տեղ, մյուսը բանա, որտեւ դա մասնագիտություն եւ նաեւ Աստծո շնորհք է պետք դրա համար։ Նույնն էլ քաղաքականությունն է։ Մարդիկ կրթություն չունեն, մարդիկ փորձ չունեն, մարդիկ գիրք չեն կարդացել, իրանք ոնց պիտի կարողանան դիմացինի, որը որպես կանոն իրանցից ավելի խելոք է, որտեվ ինքը արդեն հասկացել է, որ կարա դնի եւ բանան։ Ուրեմն ինքը նշանակում է մեծ մասից խելոք է։ Ինքը իր հաշվարկը հետեւյալն է, 80%-ը կհավատա ինձ եւ կասի, տեսեք, դու ինչ լավ բան ես։ Ես այս վերջերս աններ չեմ ուզում տան ռեկլամ չանեմ, նայեք լսում եմ, գիտեմ մարդկանց։ Հեքիաթներ են պատմում իրենց գեր ժամանակակից զենքեր ստեղծել։ Ես անձնապես գիտեմ, որ այդ ամբողջը սուտ է։ Ստուգել եմ նաեւ փորձակնությամբ, բայց մարդկության մեծ մասը հայություն լսում է, ասում է դուք ազգային փրկիչներ եք։ Չէ, իրանք ուղղակի սովորական խաբեբա են։ Բայց ուղղակի էսա եւ բնականաբար էլ եմ կրկնում, քանի որ դիմացինը ավելի խելոք է, դա շատ գիտեք ինչի է նման։ Երբ որ օրինակ ասենք դուք ինչ որ մտնում եք մի ինչ ասեմ, մի միջավայր, որտեղ փորձառու խաբեբաներ են, դուք չեք կարող իրանք ձեզ խաբելու են, որտեվ իրանք դրա փորձ ու գիտելիքն ունեն, դու չունեք։ Այն նույնն էլ բանի մեջ է, այս քաղաքականության մեջ է։ Նիկոլը ամենափորձառուն էր եւ ամենամեծ մանիպուլատորը։ Ինքը փայլուն ձևով խաբեց ժողովրդին։ Հաջորդը հետեւյալն է, իրավարար վճիռը 100 տարի առաջվա ժամկետանց թուղթ է։ Իրավարար վճիռները չունեն ժամանակային սահմանափակում, դա ամրագրված է 1899 թվականի Հագայի առաջի կոնվենցիայի մեջ, վերահաստատված է 1907 թվականի Հագայի կոնվենցիա, իրանք չգիտեն Հագայի կոնվենցիա, դրա համար դուրս են տալիս։ Սա մեկ, երկրորդ հարց առաջանում, եթե իրենք այդ մարդիկ են, որոնք վստահաբար 1921 թվականի Մոսկվա եւ Կարսի պայմանագրերը համարում են օրինական։ Այսինքն ոնց եղավ 21 թվականի անօրինական փաստաթուղթը ուժի մեջ է, իսկ դրանից մի տարի առաջվա փաստաթուղթը օրինական փաստաթուղթը ուժի մեջ չի։ Այդ մարդիկ պարզապես չգիտեն, որ փաստաթղթերը
եթե ժամկետ հստակեցված չի, առավել եւս հստակեցված է, որ անժամկետ է, Կանադայում այսօր հողային վեճեր եւ իրավատիրություն է կարգավորվում 1600-ական թվականների բրիտանական կայսրության եւ տեղի ցեղախմբների միջև ստորագրված փաստաթղթերով 1600 այսօր գործող փաստաթղթեր կան, որոնք 1200-ականներից են գալիս հատկապես Բրիտանիայի ներսում, որտեղ նախադեպային է իրավունքը Դե վերջացավ, բայց այդ մարդկանց չգիտես, այդ նույն բանն են ներշնչում 100 տարի առաջ ի՞նչ կապ ունի 100 տարի առաջվա Փաստաթուղթը կարա 5 տարվա առաջ լինի, առ ոչինչ լինի, կարա 300 տարվա լինի, ինքը լինի ուժի մեջ։ Այո։ Էլի կան մի հատ այս վերջինն էլ ասեմ, անցնենք մյուսին, նույնիսկ եթե այսօր մեր իրավունքներից հրաժարվենք, եթե վաղը հզորանանք, նշանակություն չունի, այդ ամեն ինչը կրկին կվերականգնենք։ Սուտ են ասում, որտեվ այդ մարդիկ չգիտեն միջազգային իրավունքի այնպիսի սկզբում էստոպելն է։ Նրանք ինչ բան է էստոպել։ Որտեղից էլ դա տոք։ Էստոպելը սկզբունքն է միջազգային իրավունքի, երբ որ դու քո գործողությամբ կամ անգործությամբ ցույց ես տվել, որ դու համաձայն ես այդ վիճակի հետ։ Այսինքն, երբ որ մենք այսօր հրաժարվում ենք, վաղը երբ որ մենք փորձենք դատարան տալ, ուժի մեջ է մտնելու էստոպելու սկզբունքը, ասելու է խնդիրը լուծված է, քո վարչապետը հրաժարվել է եւ դու չես կարող դա վերաբացես։ Էստոպելի սկզբունք կա։ Բայց այդ մարդիկ չգիտեն ինչ բան է էստոպել, դրա համար խոսում են, թող գնան կարդան։ Շատ լավ։ Ուսով եմ այս ամեն ինչը, այս բացատրությունները մի քիչ լուսավորի այդ կարծիքներ ունեցող մարդկանց։ Ես ուզում եմ նաև որ մի քիչ խոսեք ժողովրդագրությունից, հնարավոր է հատկապես ծնելիությունից Հայաստանում, ես այստեղ մի քանի տվյալներ եմ նշել։ Այո։ Այսօրվա 2023 թվականի տվյալներով Հայաստանում մեկ կնոջը միջինը գնում է 1.6 երեխա, այստեղ մի քանի այլ երկրների եմ նշել, որ համեմատության համար, օրինակ Նիգերիան շատ բարձր է 5.1 Եգիպտոսը 2.8, այստեղ Ադրբեջանը մի քիչ է մեզանից բարձր 1.7, եվրոպական երկրները ընդհանուր առմամբ ցածր են ու աշխարհի միջինն էլ 2.3 է։ Ընդ որում Հայաստանում 60-ական թվականներին շատ բարձր է եղել, մոտ 4.8, 4.9, 60 թվին, դրանց հետո անկում է ապրել։ Ինչով եք բացատրում այս ամեն ինչը ու ինչ պետք է անել ու իմ հարցը հետևյալն է որոնք են այն խնդրում եմ ասեք ոչ տնտեսական ոնց ասեմ ֆակտորները գործոնները որոնք կարող են նպաստել որ այս ամեն ինչը այս ծնելիությունը բարձրանա կամ հակառակը իջնի ինչքան էլ կարող է տարօրինակ հնչի Ես Woodrow Wilson-ի իրավարար վճռով սկսել եմ ավելի զբաղվել, հենց ծնելիության խնդիրը նկատի ունենալով։ Ինչքան տարօրինակ է։ Եվ այդ հայկական հարցլուծման հայեցակարգը, որը կարելի է մտնել ինտերնետով էլ նայել, ասենք տան Արա Պապյան, հայկական հարցլուծման հայեցակարգ կամ անգլերեն կամ ռուսերեն հետ կա, նախաբանունի կոչվում է փոքր մհերի վերադարձը։ Այնա որտեղ հենց խոսում է ծնելիության մասին, դուք որ ասում եք 1.6 դա շատ եք ասում, իրականության մեջ ավելի քիչ է 1.3։ Հիմա որպիսի որևէ ազգ պահպանի իր թվականակը, միջինը 2.11 պիտի լինի։ Այսպես ասած, էլի երկու զույգից պիտի ծնվի գոնե 3 երեխա, որտեղ եթե 2-ից մի երեխա ծնվում, կրճատվում է, եթե 2 հոգուց 2 երեխա ծնվում Էլիա կրճատվում ինչու, որտեվ այդ երեխաների մի մասը չի հասնում ամուսնության տարիքի, չի հասնում կամ երեխա չի ունենում, կամ չի ամուսնանում, հազար պատճառ կա։ Դրա համար երկու զույգը պետք է գոնե 5 երեխա ունենա, որ այդ 5-րդ երեխան տեսականորեն աճապահովի։ Երրորդ։ Չէ, երկուսի համար 5-րդ, այսինքն ստացվում է զույգից մեկի համար երրորդն է ստացվում։ Հա։ Զույգից բանը Դե երեխան չեն կարա կիսենք էլի 2.11 ես դա համար կլորացրեցի 5-5-ով այսինքն երկու զույգը այսինքն 4-ից հա պետք է ծնվի 5-ը ասենց ասենք էլի երկու զույգ 4-ից պետք է 5 երեխա ծնվի որպեսզի այն
4 հատը ոնց որ ասած փոխարինեն իրենց ծնողներին, այդ մի հատն էլ աճ ապահովի, որը շատ ցածր աճ է, բայց էլի աճ է։ Հիմա տեսեք, բայց դուք ասում եք տնտեսականին չանդրադառնանք, բայց այդտեղ տնտեսականը ավելի հիմքն է։ Ամեն ինչի հիմքն է։ Հայաստանում ի տարբերություն շատ եվրոպական երկրների, որտեղ հոգեբանորեն շատ կանայք պատրաստ չեն երեխա ունենալու, այսինքն որտեղ ասում եմ ես չեմ ուզում իմ համար բեռա, ես պիտի կյանքս վայելեմ, չգիտեմ ինչ, Հայաստանում այդպես չի։ Հիմա ճիշտ այդ գաղափարը ներշնչում են հայերին, որ ձեր իշտերին է պետք, այսինքն ընդհանրապես ամուսնությունը, երեխան, բան ավելի լավ է ձեր կյանքը վայելեք։ Այդ ընդհանուր ռոպագանդա կա, դա բայց դեռ մեծ մասը, այսպես ասենք, երեխան դիտարկում է որպես ընտանիքի հիմք։ Այսինքն տեսեք, մեզ մոտ երբ որ զույգը ամուսնանում է, որ երեխա չունենում, դա դժբախտություն է։ Քիչ ընտանիքներ կա, որ իրենք կամավոր որոշում են կայացնում չունենալ։ Չէ՞, այսինքն իրենք արդեն չունենալ։ Կան ընտանիքներ, որ չեն ունենում, բայց դա ոնց որ ասած ընկալվում է որպես դժբախտություն, հիվանդության հետևանք կամ բան։ Բայց որ ամուսնանան, ասեն, չէ, մենք երեխա չենք ունենում, մի քիչ հայերը ընկալել չէ, դուք ասում եք չեք ամուսնանում, որ երեխա չունենաք։ Այդ տրամաբանություն, ավելին ասեմ ձեզ, ես ժամանակին, որ համալսարանում դաս էի տալիս, մի այսպես ոչ պաշտոնական հարցախույզ եմ արել, լսարանի մեծ մասը աղջիկ էր, ասի օրինակ, եթե պետությունը պատրաստ լինի ձեզ ամսական այնքան գումար վճարի, որ դուք կարողանաք երեխային պահել, ասենք բարեկեցիկ բան, դուք պատրաստ եք ինչ որ տարիքի, իսկ դա ընդհանրապես ընկալում արդեն 30-ի մոտ եւ այլն, առանց ամուսնության երեխա ունենալու։ Ես ինձ համար շատ հետաքրքիր էր հոգեբանորեն բանա։ Այո, աղջիկի մեծ մասը պատրաստ են եւ հիմա էլ կան, որտեվ կա մի դառը իրողություն։ Երբ որ մենք նայում ենք սեռատարիքային համամասնությունը Հայաստանում, արտագաղթակներից մեծ մասը դրանք ամուսնության տարիքի տղաներ են։ Զոհվածների մեծ մասը դրանք ամուսնության տարիքի տղաներ են։ Հաշմանդամների մեծ մասը ամուսնության տարիքի տղաներ են։ Եվ այլն, ասեն դուք խախտվել է դա։ Խախտվել է եւ կա X թիվ կին աղջիկ, որը չի ամուսնանալու։ Էս էլ կա։ Բայց եկեք հասարակությունը փոխվել է, զարգացել է, եթե պետությունը իր վրա վերցնի աջակցությունը, թողունը ինչ է եղել։ Հիմա ես ասեց ինչու է Ուիլսոնով զբաղվում եւ դրա հետ կապված հետեւյալն էր, որ ես խոսեցի, որ ասենք տարածքի վարձակալում եւ այլն, ասենք բազմամիլիարդ, դա չպետք է մտնի պետության գրպանը, դա պիտի դրվի առանձին հիմնադրամ, որի նպատակը պիտի լինի հայոց ցեղասպանության հետևանքների վերացումը։ Ամենամեծ երկու կորուստ ենք ունեցել, բնակչության կորուստ եւ տարածքների կորուստ։ Տարածքների կորուստը մենք իրավարարվեցրով անում ենք եւ որոշակի իրավատիրություն ենք հաստատում։ Իրավատիրություն չի նշանակում, որ դու մտնում ես գրավում ես, այդտեղ ամրագրում ես որոշակի իրավունքներ։ Այդ թվում նաեւ դու այդ տարածքի դիմաց ստանում ես վարձավճարներ։ Այ երկրորդը ցեղասպանության հետևանքով մարդկային կորուստները վերականգնելը, դա կարելի է անել հատուկ վճարումներ սահմաննելով։ Այո, մենք չենք կարող ցեղասպանության ժամանակ զոհվածներին, սպանվածներին վերակենդանացնել, բայց պետության ու ազգի առումով դու կարող ես խրախուսել, որ ով այն ընտանիքը, որը պիտի ունենար 2 երեխա, ունենա 3, ով 3 բան։ Եվ իմ առաջարկը հետևյալն էր. պետությունը, եւ սա 90-ական թվականներին եմ արել առաջարկը, գումարները դա, առաջի երեխայի համար ամսական տալիս է $100, երկրորդ երեխայի համար $200, երրորդ երեխայի համար $300, չորրորդ երեխայի համար $400։ Այսինքն 4 երեխա ունեցող ընտանիքը Հայաստանում ստանում է $1000, 5 երեխա ունեցողը ստանում է $1500, 6 երեխա $2100։ Ու երբ որ ես հարց ուղեցի տարբեր, չգիտեմ, խավերի, բաների, որ նման մեխանիզմի աշխատվելու դեպքում քանի երեխա կունենաք, 5-6-ը գյուղերում դա բան է, հասկանում եք, ընդունելի թիվ է, հասկանում եք, Հայաստանի պայմաններում $2100 ինքը փող է ստանում ամսական։ Հիմա եւ քաղաքներում 2-3-ը։
Հիմա սա մեծ ներդրում է տնտեսության բոլոր ճյուղերի զարգացման, որտեղ այդ փողը, որ պիտի ծնողները ստանան, ինչի վրա են ծախսելու։ Երեխաների համար կոշիկ պիտի առնեն, հագուստ պիտի առնեն, տետր պիտի առնեն, դպրոցներում ուսուցիչների թիվն է շատանալու, բժիշկներ եւ այլն եւ այլն։ Որտեղից այդ փողը, այս սա է ասում, դատարանով ամրագրում ես իրավարար վճռի օրենքի մեջ լինելը, միջազգային միջնորդերի միջոցով համապատասխան պայմանագիր է ստանում, տարածքային վարձակալության վերաբերյալ եւ այդ փողը ստանում ես եւ մենք ձեր ասացի նման ամենամեծ աճի թիվը, այո, տոկոսային առումով մենք ունեցել ենք 60-ական, 60-61, բայց ամենամեծ ծնելիությունը գրանցվել է 88-89 թվականին 82000։ Ժամանակ բնակչություն ուղղակի ավելի շատ էր, 61-ին 1 կնոջ թիվը շատ էր, բայց քանի որ բնակչությունը քիչ էր, բնականաբար աճի թիվը քիչ էր։ Հա, որպես ինքը բացարձակ թիվը քիչ էր, այո։ Հիմա ամենամեծ ունեցել է, կրկնում եմ 82000, 88-89 թիվ այդ ազգային նաև ոգևորության պահեր, նաև 3.7 միլիոն բնակչության թիվներ այդ ժամանակ, բավականին երիտասարդ, այդ 60-ական թվականների ծնվածներն էին մտնում ամուսնության տարիքի, հասկանում եք իրենք այդ, դրա համար այդ բանը կար։ Հիմա մեզ մոտ տարեկան ծնվում է 32000 երեխա։ Հիմա մի քիչ ավելացել է այս 2 տարին 34, բայց տեսեք, եթե 34000 երեխա ծնվում Հայաստանում, ասենք դրա կեսը, չէ, ասենք 17000-ը տղա է։ Հիմա պոտենցիալ զորակոչի ենթարկելու դու տարեկան ունես 10000, որտեվ հաստատ այդ 7000-ը, չէ, 17-ա ծնվե, ուրեմն իրենք են այն բազան, որից դու պիտի զորակոչես, բայց մինչև 18 տարեկան դառնալ է 17000-ի առնվազն 1/3-ը կամ լքում է Հայաստանը, կամ հիվանդա ենթակա չի, ասենք զորակոչի, կամ հազարումի օրինական, անօրինական միջոցներով ազատվում է։ Ուրեմն դու ունես յուրաքանչյուր տարի 10000 զորակոչիկ, 2 զորակոչ, այսինքն 2 տարվա, քո բղնակի թիվը կարող լինի 20000։ Եվ դու չես կարող երկիրդ 20000-ով պաշտպանես, առնվազն քեզ 50000 ապետ։ Եթե անգամ 20000-ին դու գումարես ինչ որ թիվ սպայական կազմ, էլի չի։ Դրա համար մենք ազգային ժողովրդական բևեռը հանդես է գալիս բանի պայմանագրային, այսինքն պրոֆեսիոնալ եւ զորակոչային բանակի համադրմամբ, այսինքն այն ոլորտները, որտեղ ավելի պրոֆեսիոնալիզմ է պահանջվում, ռազմական մասնագիտությունները կան, որոնք ասենք պահանջում են բաներ, դրանք պիտի լինեն պրոֆեսիոնալներ, լավ վճարվող մասնագետներ, որտեղ քանակ, իսկ որոշակի թիվ պիտի զորակոչվի, որտեղ կան, չգիտեմ, ճանապարհների պահպանության, կամուրջի տեսեք Ադրբեջանը 44 օրյա պատերազմը ոնց էր պատերազմում։ Ինքը այո, պրոֆեսիոնալներ, այսինքն ինքը հատուկ ջոկատները ուղարկում էր, նրանք գրավում էին տարածքներ, այդ տարածքները հանձնում էին իրենց հետևից եկած զորակոչիկներին, նրանք դա այսպես ասած պահպանում էին, որ մենք չգնային գրավենք թիկունքը, հետո այդ հարվածային խմբերը էլի առաջ էին գնում։ Այդպես այսօր մեծ պատերազմներ մեծ թվերով չկա։ Դրա համար դեմոգրաֆիկ խնդիրը շատ լուրջ խնդիր է, բայց պիտի ընդունենք, որ դեմոգրաֆիկ խնդրի հիմքում հիմնականում ընկածած տնտեսական խնդիր է Հայաստանում։ Երկրում հոգեբանորեն հայերը դեռևս պատրաստ են երեխա ունենալու, հոգեբանորեն ի տարբերություն շատ-շատերի, որ պատրաստ չեն։ Բայց պետք է բան լինի, ասած հետևյալն է, դու իրանք այդ պայմանները տաս։ Եվ այդ դեմոգրաֆիան բերելու է, կրկնում եմ, տնտեսության այլ ոլորտների զարգացման եւս։ Լավ, երկու նկատառում մի կողմից շատ համաձայն եմ, որ այս հարցը շատ չի շոշափվում դրա համար, որ ասում ես ծնելիության աճ է պետք, մարդիկ պատկերացնում են, թե մի երեխա ունեցող ընտանիքից պահանջում ես, որ մեկի փոխարեն 4 ունենա։ Չէ, ինքը կարող է մեկի փոխարեն 2 ունենա։ Այն ովքեր նախատեսել էին 2 երեխա, թող 3 ունենան, 3 էին նախատեսել 4 ունենան։ Իսկ նախատեսումը ինչով է պայմանավորված։ Ես հենց այդ եմ ասում, նախատեսման հիմնական հիմքում տնտեսական հնարավորությունն է։ Եթե դա է, իսկ ինչով եք բացատրում, որ նույնիսկ բարեկեցիկ ընտանիքներում, թեկուզ լինի Հայաստանում կամ Հայաստանից դուրս,
գրեթե նույն բան է, շատ չի տարբերվում։ Ասենք որովհետև նայեք ամբողջ աշխարհում հենց ձեր ասացի նման է, ինչքան ընտանիքը ոչ բարեկեցիկ, ինչքան ընտանիքի կրթական մակարդակը ցածր, այնքան երեխաները շատ։ Ձեր Նիգերիայում այնտեղ բան ընդհանրապես ոչ կրթություն կա, ոչ գիտություն կա, իրանք են շատ երեխա ունենում, որտեվ ինքը 8 հատ պետք է ունենա, 3 հատը պիտի մեռնեն, 5 հատը պիտի մնա, այդ ձևա։ Չէ, այդ ձևա։ Եվ մենք տեսնում ենք, որ ինչքան կնոջ կրթական մակարդակը բարձր, այնքան երեխաների թիվը քիչ, որտեվ ինքը ժամանակ է ծախսում, չէ, երեխա պահելը դա աշխատանք է։ Լրիվ աշխատանք, այսինքն երեխա պահելը ինքը չի կարող։ Դրա համար մենք օրինակ քաղաքականության մեջ տեսնում ենք բազմաթիվ կանանց, որոնք երեխաներ չունեն։ Գիտության մեջ տեսնում ենք բազմաթիվ կանանց, որոնք երեխաներ չունեն, որովհետև ինքը երեխային ընկալում է որպես բեռ։ Բայց իմ ասած այն սա է, եթե մեզ մոտ որտեվ էլ եմ ասում, մեզ մոտ հիմնական ով որ պետք է մի երեխա ունենա, այսպես ասենք, էլի, ասենք այն կինը, որը որոշել է բան էլի մի հատ ունենալու։ Բայց կան հազարավոր ընտանիքներ, որոնք այո, ես գիտեմ, խոսացել եմ բաներ կան եւ հատկապես գյուղերում բան, որ պատրաստ են շատ երեխա ունենալու։ Հասկանում եք, ինչու են առաջ շատ երեխա ունենում, օրինակ 19-րդ դարում եւ 20-ում քիչ հիմա մեր։ Մահացությունն էլ է շատ։ Իր հերթին երեխան բեռ չէր, երեխան աշխատ ուժ էր իր համար։ Այն որ ասում են 7 տղով սեղանս, եթե դու 7 տղա ուներ, դու հարուստ էիր։ Որտեղ դու 7 հատ ձրի աշխատող ունեիր, որոնք աշխատում էին եւ բան էին անում։ Սա է, իսկ երեխան երբ որ դրա համար հենց խնդիրը դա է, երբ որ երեխան բեռից դառնում է ընտանիքի բարեկեցության հիմք, իրանք շատ են ունենալու։ Իմ ասածը դա է։ Եթե գյուղացին իմանում է, որ ինքը 6 երեխա պիտի ունենա եւ $2100 փող ստանա ամիսը, ես ձեզ վստահեցնում եմ, դու գյուղում բոլոր ընտանիքները մասսաբար 6 երեխա են ունենալու։ 6-ից եւ ինչքան շուտ է, այնքան լավ, որովհետեւ փողը շուշուտ է գալու։ Էդ է։ Սա է իրականությունը։ Հիմա աղքատ հետամնաց երկրներում բնազդաբար է շատ երեխաների թիվը։ Խիստ զարգացած երկրներում կրճատվում է, որտեղ այդպես ամբողջ աշխարհում այդպես։ Մենք ուզում ենք այսօր խոսում ենք, որ մենք արհեստականորեն խրախուսանքով, որը բնականաբար նաև պիտի զուգորդվի ճիշտ դաստիարակությամբ, հայրենասիրական նաև բան, ինքը պիտի հասկանա։ Բայց գիտեք ինչ, երբ որ ես կարդում եմ օրինակի համար նույն Facebook-ում ինչ որ մի ընտանիք գրածա, որ ասենք 4-6 երեխան չի կարող պահի, ասում օգնեք բան, օգնում ենք, բայց երբ որ ինչ որ կանայք ու տղամարդիկ չեք կարում պահեիք, չունենայիք եւ այլն, դա ինձ խոցում է։ Փոխանակ շնորհակալ լինեն այդ մարդկանցից, որոնք այդ գործը իրանց փոխարեն անում են, $50-100 շատերիդ համար փող չի տվեք, ինչա թող ինքը պահի, եթե հասկանում եք, այդ է հասարակությունը սկսում է դատապարտել, չեք կարում պահել, հետո այստեղ պիտի շատ կարևոր հարց կա։ Բա պետության դերը ո՞րն է, բա պետությունն էլ պետք է պահի։ Որտեւ այդ երեխաները ի վերջո նաև պետության համար են, չէ՞, մենք խոսում ենք զինվորի համար, բայց աշխատուժ է։ Ինչեր Շահ Աբբասը հայերին 1604 թվականին 100,000 ներգաղթեց տար, որտեւ այդ հայը բանա բարիք էր ստեղծում իր համար, երկրի հարստության աղբյուրը մարդն է։ Ինչ են ներգաղթ կազմակերպում այս երկրները, որտեւ մարդը աշխատում է, հարկ է վճարում։ Հարստության աղբյուր է, մարդը ապրանք է առնում, հարկ է տեղից գոյանում։ Հասկանում եք, ամեն ինչը հարկ է, բանը, ճանապարհ է կառուցում, եթե երկրում 30 միլիոն մարդ է ապրում, այդ ճանապարհի ծախսը բաժանվում է 30 միլիոնի վրա, որ ավելի շատ է ստացվում, քան երբ որ 60 միլիոն է ապրում, այդ ճանապարհի ծախսը 60 միլիոնի վրա չէ բաժանվում, երկու անգամ քիչ։ Սա է հարցը։ Իսկ մեզ մոտ, եթե այս երկրները հիմնականում տնտեսական խնդիրներ են լուծում ներգաղթով, իրանք լավ գիտեն, որ ներգաղթը նաև խնդիրներ է առաջացնում։ Մեզ մոտ, երբ որ դու դա անում ես ծնելիության ճանապարհով, դու այդ խնդիրներն էլ չես ունենում։ Տեսեք, այսօր տարբեր թվերով տասնյակ հազարավոր հնդիկներ են եկել Հայաստան, ինչի են եկել։ Աշխատուժի պակաս կա։ Հայաստանում այսօր աշխատուժի պակաս կա։ Մենք տարբեր շինարարությունների մեջ աշխատող չկա, մարդ չկա, վարպետ չկա, բրիգադ չկա, աշխատող չկա Հայաստանում։
դրա համար էլ հնդիկն էլ Թե կապ այդ ցածր աշխատավարձով պատրաստ չեն։ Դա նույն բանն է գալիս։ Նայեք, միայն ցածր աշխատավարձը չի։ Ես դες կարամ վստահեցնեմ։ Մենք այնպիսի աշխատանքներ ենք առաջարկում այնպիսի գներով, որ դրա կես գնով ինքը Ռուսաստանում աշխատում։ Այստեղ հոգեբանական հարցը կա։ Որովհետև Ռուսաստանում իր գյուղից մարդ չկա եւ ինքը գալու է այստեղ հեքիաթներ պատմի, որ ինքը բադու գիտես ես սաղ կյանքս տաքսի եմ քշե, ես հեքիաթներ պատմի։ Նույն ձևի գնալու են Բելգիայից պատմեն, Ամերիկայից պատմեն եւ այլն։ Ինքը Հայաստանում չուզում այդ գործը անի։ Այդ նույն մարդը, որ Ամերիկայում անում է այդ գործը։ Ինքը Ամերիկայում գնում է շինարարության վրա ծանր աշխատանքն անում է։ Ճիշտ է, մի քիչ ավելի շատ է ստանում, բայց այնտեղ էլ ծախսերն էլ նույնքան շատ են։ Բանը ինքը, բայց Հայաստանում չի անում։ Մարդիկ ասում են, մենք հնդիկ չենք, որ այդ գործը անենք։ Դե հնդիկ չես գնա սովից մերի։ Այդ հոգեբանական պահներ կա։ Դե գիտեք, մի քիչ հայերը մեծամիտ են, մի քիչ բան են։ Օրինակ, այն բանը, խոսքը, որ յուրաքանչյուր աշխատանք պատվաբեր է, որ արևմուտքում միշտ հնչում է, որ այդպես է։ Ցավոք սրտի Հայաստանում դեռ այդ բանը չունի, այո, յուրաքանչյուր աշխատանք պատվաբեր է, բա ինչ։ Ժամանակին մի հատ ծիծաղելի բան տեսա, այդպես դասարանով փոքր տարիքի երեխեք էին ու հարցնում էին ով ինչ է ուզում դառնալ, ամեն մեկը ասում էր, չգիտեմ, նախագահ, նախարար, ես ինչ մի հատ սիրահար երեխա կար, ասեց ես ուզում եմ աղբը վերամշակող ինչ որ բան անեմ։ Մեծ եկամտաբեր բիզնես է։ Այդ թվում դասատուները։ Այսինքն սոցիալապես ինքը դուք որ ասում եք ամեն աշխատանք պատվաբեր է, դրա համար եմ ասում, որ սոցիալապես ինքը ընդունում է հատեպ գնալու ես աղբ հավաքես, հա։ Հա, բայց նախարարին աղբ հավաքելը շատ օգտակար գործ է, բայց այդ աղբի վերամշակումը չի նշանակում, որ դու անպայմանորեն բան է, դրա համար դիգնաս ինքդ հավաքես, դրա համար սարքավորումներ կա, բայց դա եկամտաբեր բիզնես, ասած հետեւյալն է, որ տեսեք, միջազգային հարաբերություններ ֆակուլտետ, դիվանագիտություն։ Հայաստանի բուհերում հարյուրավոր, 100 հոգես ֆակուլտետ, 100 հոգես, որ հարց է տալի։ Մեր ինչներին է պետք տարեկան 100-200 հոգի միջազգայնագետ։ Այդ նման բան չկա, այսինքն պահանջարկ չկա։ Արտաքին գործերի նախարարությունը կարող է տարեկան 2-3 հոգի ընդունի, ոչ ավել։ Մեր նման մարդիկ դուրս են գալիս, չգիտեմ, մեկը մահանում է, մեկը ասենք դա, սխի սահմանափակ է։ Իրանք այդ դիպլոմը ստանալու են, սուտել դիպլոմա գիտելիք չկա, ոչ մի բան պետք չի։ Այսօր աշխարհում ես վստահ եմ, որ Բելգիայում էլ այդպես է, ամենապահանջվածները դրանք տարբեր արհեստներն են։ Այսինքն, չգիտեմ, ջեռուցման համակարգի նորոգող, օրինակ Կանադան, որ ավելի լավ գիտեն։ Հիմա ասում են դրանք են մասնագիտություններն են, որ արհեստական բանականությունը չի կարող բանը եւ դրա պահանջարկը կա։ Այսօր փորձեք մի հատ սովորական էլեկտրիկի բերեք, որ ինչ որ մի հատ գործ անի, ասենք տանդ վրա, կարող է մի շաբաթ չկարողանաս գտնես, ինքը այնքան զբաղված է, աս 10 օր հետո պայմանավորվես եւ այլն։ Մի բան փչանում է, էլի դա է, ինչու, որովհետեւ այո, շատ բաներ են ինչ որ ինտելեկտուալ բան է, կարողանում է փոխարինել արհեստական բանականությունը, այդ թվում նաև անգամ ծրագրավորման հարցը։ Լուրջ խնդիր կա։ Գրել է, հիմա արդեն շատ հեշտ է դառնում։ Այսինքն առաջ եթե 10 հոգով էին այդ գործը անում ծրագրավորողը, հիմա մի հոգի արհեստական բանականությամբ այդ հանգիստ կարող է անել։ Էլ չեմ խոսում միջազգային հարաբերություններ, որտեղ հասկանալի չէ, այսինքն դու անընդհատ դեսպանատներ չես բացելու կամ բան, թիվը է դա, բայց մարդիկ ավտոնորոգման խնդիր պիտի ունենան, ջեռուցման համակարգի նորոգման տարբեր բաներ կա եւ այլն։ Դրա համար էտել իր միգացենք դան, որ դի ժողովուրդը դաստիարակվեն առումով, որ ամեն աշխատանք պատվաբեր է, բայց երբ որ ինքը տեսնում է, որ ինչ որ մեկի թիկնապահը շնորհիվ նրա, որ այդ տվյալ անձի թիկնապահը զանազան բիզնեսներ է իրանով անում, ոչ մի, այսինքն լուրջ աշխատանք չտանով սկսում է շատ փողեր աշխատել, իրանք ուզում են դառնալ այդպեսի մի բան։ Այսինքն երբ որ դառնում է ինքը падգամավոր ու ինքը որոշում է իր աշխատավարձի բարձրացնելը եւ ինքը որոշում է իր պարգևավճերը բան, այսինքն Հայաստանում ստացվում է, որ պետական պաշտոնը դա բիզնես հնարավորությունների հարթակ է։
Տեսեք, նման այս երկրներում առանձնապես ցեկտում չկա, այսինքն եթե ինքը հնարավորություն ինչ որ բիզնես ոլորտ մտնի եւ հնարավորություն ունի պետական ոլորտ մտնի, ինքը բիզնես է մտնում։ Որտեւ ինքը այնտեղ ավելի լավ է աշխատավճարվում, իր ապագան ինքը կերտում է կամ ընդհակառակը ուրիշի մոդել չի մտնում, ինքն է ստեղծում։ Իմ տղաները օրինակ ասում ես ինքը իր համար իր բիզնեսը ստեղծել է, զրոյից ինքան մաս, բայց չեմ ուզում որևէ մեկի համար աշխատեմ։ Լինի դա պետություն, լինի դա ինչ որ այլ ընկերություն։ Ես իմն եմ անում, իմ գլխի տերն եմ։ Որտեվ լավ կամ վատ ինքն է պատասխանատու իր աշխատանքի համար։ Ես որպես դիվանագետ չարչարվում եմ 2 ամիս գնում եմ, հանդիպում եմ, քննարկում եմ, համոզում եմ, որ եկեք Հայաստանում ներդրում արեք, ատոմական կառուցեք, իրան գալիս են եւ քանի որ Պուտին պապան դա թույլ չի տալիս, այսինքն դա անելու, ասում են չէ, ռուսները թույլ չեն տա, թեման փակվեց։ Ստացվեց, որ այդ իմ 2 ամսվա աշխատանքը ջուրը թափվեց։ Եվ բազմաթիվ նման բաներ։ Բազմաթիվ, իսկ եթե ես մասնավոր իմ բիզնեսի համար աշխատեի, հաստատ իմ 2 ամսվա աշխատանքը ջուրը չէր թափվի։ Դրա համար, այսպես ասած, պետք է իսկական նվիրյալները գնան պետական գործի, որ ասենք թե գաղափարական հարց կա, բայց նորից այդ նույն գնահատակը դա դառնա հաճախ հարթակ, որտեվ քանի որ օրենքը չի գործում, այսինքն քո համար խնդիրներ են առաջացնում։ Մենակ են, որ դու պետական պաշտոնյա ես ու կարաս զանգես, ասես, անօրինական բան չպահանջես, խոսքը անգամ անօրինական բան էլ չի պահանջես, օրենքի կիրառություն։ Մեր մոտ պետական պաշտոնյաները ոչ թե անօրինականության վրա են շահում։ Մեծ մասը ոչ։ Այլ շահում են նրա վրա, որ նրանք կարողանում են պարտադրել օրենքի կիրառությունը իրաց, արդար կիրառումը։ Հիմա ստացվում է, որ ես որպես պետական պաշտոնյա իմ նկատմամբ օրենքը արդար է կիրառվում, իմ մրցակիցը, որը պետական պաշտոնյա չի, իր նկատմամբ խոչընդոտները առաջացնում, բնականաբար ես շահող եմ դուրս գալիս։ Սա է։ Արոն Պապյան, եւս մի քանի հարց ունենք, բայց քանի որ ժամանակը արդեն սուղ է, չեմ ուզում չարաշահել, թույլ տվեք այս մի հատ վերջին հարցը ու եզրափակենք։ Օրինակ, ինձ շատ հետաքրքրում էր հատկապես մեր վերջի 100 տարվա պատմության ընթացքում եղել են տարբեր պատերազմներ, որտեղ եղել են դեպքեր, երբ ժողովուրդը ազգը որոշում է կայացրել ներքուստ, որ պետք է պատերազմի, որ պետք է մարտահրավերը ընդունի, եւ եղել են դեպքեր, որ հետ է կանգնել, հրաժարվել է ու ավելի պատրաստ է եղել հանձնվելու, ոնց որ էս վերջի անգամ եղավ ու դրա հետևանքներով հանդերձ։ Հիմա հարցը հետեւյալն է. ինչ նախադրյալներ կարող են լինեն առաջի դեպքում եւ երկրորդ դեպքում, ինչ նախադրյալներ կարող են լինեն, որ ազգը որոշի, որ չէ, պետք է պայքարել, պետք է կռվել եւ ինչ վատ նախադրյալներ կարող է գան, որ մարդիկ հիասթափվեն ու ավելի պատրաստ լինեն հանձնվելու։ Պիտի հաղթանակի հույս լինի։ Ամենակարևորը։ Ես ձեզ մի գիտական փորձ պատմեմ, որը շատ հայտնի փորձ է, երբ որ մկանը գցում են ջրի մեջ, ջրի սրվակի մեջ, ինքը 15 րոպե լողանում է, սկում եւ խեղդվում է։ Նույն տեսակի բան է, գնում են ջրի մեջ, ինքը լողում է 14 րոպե, հետո հանում են ջրից, հետո մի 10 րոպե հետո նորից են գցում։ Գիտեք հաջորդ անգամ ինչքան է դիմադրում։ Ասենք առաջի անգամ 15 րոպե, հաջորդ անգամ 65 ժամ։ Որտեւ ինքը հույս ունի, որ իրան հանելու են ջրից, հասկանում եք։ Հույս ունի դմուկը։ Հիմա ժողովուրդը բնականաբար նույնի կարիքն ունի։ Երբ որ ժողովրդին ոմանք անընդհատ sense մոխիր են լցնում գլխին, վերջացավ, մեռանք, անհույսա, ժեղտա, կեղտա, ժողովուրդ ապրելու իրավունք չունի, բան ժողովուրդն էլ ասում է, դե ուրեմն ես էս եմ էլի, ինչ հաղթանակ։ Թե կարանամ արանքը կճղեմ կգնամ Մոսկվա, թե ինչ որ մի բան կամ կհարմարվեմ, մարդիկ բարձ ասում են, որ դե թուրքը գալու ավելի լավ է թուրքանանք, որ մեր երեխեքին չկոտորեն։ Այդ ինչ որ լսել եմ իմ ակարդներով, հետ եմ ասում։ Այդ բանը, բայց երբ որ իրեն դու այսպես հիմնավորած բան բերես, որ այո դու կարաս պայքարես, այո դու քիչ ես, բայց ներկա տեխնոլոգիաները հնարավորություն են տալի ներկա զինատեսակները քանակի խնդիր չի։ Այո դու կարող ես, որովհետև Ռուսաստանը որպես դաշնակից քեզ գցեց
դավաճանեց, բայց մենակ Ռուսաստանով չի աշխարհը փոխվում։ Փորձի մի հատ Ֆրանսիայի հետ, փորձի Հնդկաստանի հետ, փորձի Միացյալ Նահանգների, այսինքն դու իրան այդ հույսը պիտի տաս, բնականաբար ինքը դիմադրելու է։ Անհուսությունն ամենավատ բանը։ Շատերն ասում են դե անհիմն հույսա, չէ։ Անհիմն չի, ոչ մի ուժ նախ չի կարող անհիմն լինի, երկրորդը դու ինչ գիտես, անհիմնա թե հիմնավոր։ Դու դա պիտի անես, դա էլ ապացուցված է։ Օրինակ համար երբ որ լողորդը լրիվ թուլացած ծովի մեջ չեն ծովը, հեսա ուր որա թվում է ինքը 10 րոպե չի կարա դիմանա, մեկը հերվում ցամաք է տեսնում, նույն լողորդը, որը 10 րոպե չէր դիմանալու, 4 ժամ լողում, 5 ժամ լողումը հասնում է ափին, այդ հույսն է տանում։ Անապատում մոլորված մեկը, որը լրիվ ուժասպառ է, երբ որ տեսնում է այդ միրաժները, որ ջուրը, տասնյակ կիլոմետրեր է գնում եւ դիմանում է, ժողովրդն էլ այդ, այսինքն դու պիտի իմանաս ինչոց է։ Էլի գիտականորեն ապացուցված է նաեւ բժշկության մեջ հիվանդություններ կան, հաղթահարվում են հենց հույսով։ Այսինքն եթե հիվանդը նույն հիվանդությունն է նույն վիճակի մեջ են, այսինքն բժշկագորեն ապացուցված է, որ երկուսն ասենք վիճակը նույնն է, նույն ծանրության են, բայց մեկը հույս ունի, լավատեսա, պայքարում է, չեմ ասում բոլորը, բայց ինչ որ մի թիվ բուժվում է։ Իսկ այնը որ հորը տեսա, ոչ մի բան չկա, վերջ բան, դրանց մեծ մասն էլ ընդհակառակը, անհուսություն է։ Այդ դրա համար պիտի ես դեմ եմ եւ կոչ եմ անում այն մարդկանց, ովքեր որ անընդհատ հայ ժողովրդի ներշնչում են, որ ինքը բանի պետք չի, որ վերջացել է հայոց, չէ։ Մենք շատ ավելի վատ ժամանակաշրջաններում ենք անցել։ Եղել է։ Մարդիկ մոռանում են 15, 16, 17-րդ դարերը, ընդհանրապես ինչ ա եղել։ Հայաստանը ոտնատակա գնան դեղ ջալալիների շարժում կար, էս Ղզելբաշտներ, ակոններ, բան որ բանը մենք ցեղասպանությունն ենք մենակ հիշում, որտեվ մոտ է Հայաստանի վերջի պատմության 400-500 տարին եղել է ահավոր ծանր տնտեսական վիճակ, ահավոր կոտորած, ջարդ, ստորացում եւ այլն, բայց դիմացել են եկել են։ Այո, հիմա մենք քիչ ենք, մենք վտանգների տակ, բայց բոլոր վտանգներով արծեր, մենք ես հաստատ կարող եմ ասել, անգամ վատագույն տարբերակում, երբ որ մենք որոշ էլի կորուստներ կունենանք, մեր պետականությունը մնալու է։ Եվ մնալու է ինչ որտեղ ազգային ժողովրդի բևեռի շնորհիվ, որտեվ մենք դրա համար պայքարում ենք, մենք համախմբում ենք, բայց ես դա վատագույն տարբերակն եմ ասում։ Իսկ շատ հնարավոր տարբերակ է, որ աշխարհակական փոփոխությունները նոր հնարավորություններ են բացում հայ ժողովրդի առջև, եւ եթե դու այդ ամբողջը կարող ես օգտագործել, դու ունենալու ես շատ լավ արդյունք։ Այդ իրավարար վճռի մասին ո՞րն է իմ տեսակետը։ Ես ասում եմ, մենք պիտի պատրաստ լինենք, մենք պիտի ունենանք այդ փաթեթը, գործողությունների ծրագիրը եւ այլն, որ երբ որ գա հարմար պահը դա իրականություն դարձնելու, կարող ենք իրականություն դարձնենք, որովհետև եթե դու դրան պատրաստ չեղար, այդ հնարավորությունը կգա, քո դիմացով կանցնի կգնա ու դու չես կարող բռնել, որովհետև պատմական զարգացումները ցույց են տալիս, որ իրանք պատմականորեն ակնթարթ են, այսինքն 2-3 տարին դա պատմական մեջ ակնթարթ է, եթե դու պատրաստ չես հոգեբանորեն, պատրաստ չես քո մտային կարողություններով ինչ պետք է անես, չես ասցնում, մինչև կողնորոշվում ես, մինչև հասկանում ես, ես այն օր այդ օրինակը բերեցի, Սուզանավի, Օթանավի բան, այնտեղ շատ հստակ է, հնարավոր տարբերակներն է նախատեսվում եւ այդ տարբերակներից հնարավոր հաջորդական գործողությունների շղթան, որոշված է մասնագիտորեն, դանդաղ, որոշված է, ու ըստ այդ վիճակի քեզանից մնում է մի բան, կողմնորոշվել, թե